Անթերի սրահում սառը հայացքները նշանադրության ընթրիքը վերածեցին դաժան փորձության, կարգավիճակի արտաքինի համար։ Լավ հեղինակության բյուրեղապակյա բաժակների մասին շշուկների միջ մի լուր հյուրը հասկանում է, որ իրեն ընտրել են ոչ թե սիրուց, այլ հարմարությունից։ Երբ միլիոնավոր թվեր են մտնում խոսակցության մեջ, էլեգանտության դիմակը սկսում է ճաքել, ինչ-որ մեկը պատրաստում է արժանի պատասխան։ Սեզոնի ամենալուսավոր գիշերը հրապարակային հեռախոսազանգը դառնում է շրջադարձի բեմ, որը վերաիմաստավորում է իշխանությունը, արժանապատվությունը, հարգանքը։ Նախքան այս շշմեցնող շրջադարձը լսելը, դրեք հավանում, բաժանորդագրվեք ալիքին մեկնաբանեք։ Դուք կընտրեիք ճշմարտությունը, թե 10 միլիոն ռեալի պայմանագիրը։ Հարմոնիա ակումբի շքեղ դահլիճը, որը գտնվում էր Երանի Նորքի թաղամասի սրտում, փայլում էր անթերի ձավորմամբ։ Բյուրեղապակի ներմուծված ճենապակի հազվագյուտ խոլորձների դասավորություններ էին զարդարում Ռուբեն Գալուստյանի Լուսինե Գետամյանի նշանադրության ընթրիքի սեղանները։ Հյուրերը, Երանի էլիտայի անդամները, շրջում էին ֆրանսիական շամպայնի բաժակների ֆինանսական շուկայի մասին զրույցների միջ։ Լուսինեն ամեն ինչ դիտում էր քաղաքավարի ժպիտով, բայց ներքուստ իրեն օտար էր զգում։ 28 տարեկան էր, Արելյան թաղամասի քաղաքային դպրոցում հայոց լեզվի ուսուցչուհի, նա երբեք չէր պատկերացրել, որ կլինի այդ աշխարհի մի մասը։ Նրա մուգ կապույտ զգեստը, որը հատուկ առիթի համար էր գնվել, չափազանց պարզ էր թվում այն բարձր նորաձության զգեստների կողքին, որոնք ցուցադրում էին կանայք։ Սիրելիս, գոնե փորձիր այնպես անել, որ կարծես զվարճանում ես, շնջաց Ռուբենը նրա ականջին, շտկելով իր անթերի կապած փողկապը։ Իմ ծնողները հետում են։ Նա գլխով արեց, փորձելով թուլացնել ուսերը։ Ռուբենի հետ հարաբերությունները մրրիկ էին։ Նրանք ծանոթացել էին, երբ Ռուբենը այցելել էր այն դպրոցը, որտեղ Լուսինեն աշխատում էր, ընտանեկան ընկերության սոցիալական պատասխանատվության նախագծի շրջանակներում։ 3 ամիս հանդիպումներից հետո եկավ ամուսնության առաջարկը, զարմանալիորեն արագ։ Երբ գիտես, ասել էր նա։ Թորոս Գալուստյանը, ընտանիքի պատրիարքը, Գալուստյան ձեռնարկություններ կոնգլոմերատի նախագահը, մոտեցավ հաշվարկված ժպիտով։ Բարձրահասակ էր, կատարյալ սանրված մոխրագույն մազերով, նա իշխանություն էր ճառագում յուրաքանչյուր ժեստով։ Ուրեմն Լուսինե, Ռուբենն ինձ ասաց, որ դու ուսուցչուհի ես, մեկնաբանեց նա, չթաքցնելով իր հովանավորող տոնը։ Որքան հետաքրքիր է։ Այո, 5 տարի։ Աշխատում եմ ավագ դպրոցի դեռահասների հետ, պատասխանեց նա, պահպանելով իր արժանապատվությունը։ Դա պետք է գոհացուցիչ լինի, միջամտեց Սիրանուշ Գալուստյանը, Ռուբենի մայրը, իր ադամանդյա մանյակը փայլում էր դահլիճի լույսերի տակ։ Չնայած կարծում եմ, որ աշխատավարձը ցանկալի բան է թողնում։ Ռուբենը նյարդայնորեն ծիծաղեց, Լուսինեի գոտկատեղին ձեռքը գցելով։ Մայրիկ, մի սկսիր։ Դա պարզապես դիտարկում է, սիրելիս, Սիրանուշը ժպտաց, շրջվելով մոտ ընկերուհու կողմը։ Դու գիտեիր, որ Լուսինեն աշխատում է պետական դպրոցում։ Արելյան թաղամասում։ Ընկերուհին բարձրացրեց իր կատարյալ գծագրված հոնքերը, կարծես Լուսինեն էկզոտիկ հետաքրքրություն լիներ։ Որքան մարդասիրական է քո կողմից, Ռուբեն։ Հաջորդած քաղաքավարի ծիծաղները թույն էին պարունակում, որը Լուսինեն լավ գիտեր։ Իր ողջ կյանքի ընթացքում նա պայքարել էր իր պարզ ծագման պատճառով առաջացած նախապաշարմունքների դեմ։ Միայնակ մոր դուստր էր, մեծացել էր Նոր Նորքի թաղամասում, կրթություն ստացել էր կրթաթոշակների շնորհիվ։ Նրա մասնագիտությունը իր գիրկն էր, ոչ թե ժամանց, լավ ամուսնանալուց առաջ, ինչպես ակնարկում էին։ Ընթրիքը շարունակվեց քողարկված նվաստացման այլ դրվագներով։ Լիլիթը, Ռուբենի քույրը, նույնիսկ չէր էլ ջանում թաքցնել արհամարանքը։ Ուրեմն Լուսինե, մտածել ես, թե ինչպես ես կառավարելու սոցիալական օրակարգը ամուսնությունից հետո։ Գալուստյան ընտանիքի պարտականությունները բավականին պահանջկոտ են նրանց համար, ովքեր սովոր չեն։ Վստահ եմ, որ կհարմարվեմ, պատասխանեց Լուսինեն, պահպանելով իր հանգստությունը։ Իհարկե, չնայած որոշ բաներ այդքան հեշտ չեն սովորվում։ Օրորոց է։ Անհանգստությունը տեղի ունեցավ աղանդերի ժամանակ։ Մինչ նա գնում էր զուգարան, մի փոքր շունչ քաշելու այդ խեղդող միջավայրից հեռու, Լուսինեն ձայներ լսեց հարակից գրասենյակից։ Դուռը կիսաբաց էր, նա անմիջապես ճանաչեց Թորոսի ձայնը։ Փաստաթղթերը գրեթե պատրաստ են։ Հենց ամուսնությունը կայանա, կարող ենք հայտարարել ընկերության նոր ընտանեկան փուլի մասին։ Ներդրողները սիրում են կայունության այդ պատկերը։ Իսկ 10 միլիոնը։
Ձայնը մի տղամարդու էր, ում Լուսինեն չէր ճանաչում։ Երաշխավորված է, հենց պայմանագիրը ստորագրվի։ Ձեր Մելիքյանը նույնիսկ չի կասկածում, որ իր դուստրն է, ում մենք օգտագործում ենք որպես ճակատ։ Նա երբեք ուղղակիորեն ինձ հետ գործ չէր անի, բայց սա կատարյալ է։ Լուսինեն սառեց։ Մելիքյան։ Նրա օրիորդական ազգանունը, որը քչերը գիտեին երանում այն բանից հետո, երբ նա տեղափոխվել էր ընդունել մոր ազգանունը Գետամյան։ Նրա հայրը Անդրանիկ Մելիքյանը երկրի ամենախորամանկ հզոր գործարարներից մեկն էր, ում հետ նա հեռավոր, բայց ջերմ հարաբերություններ էր պահպանում ծնողների ամուսնալուծությունից հետո։ Իսկ աղջիկը… Նա ինչ-որ բան գիտի՞, հարցրեց անծանոթը։ Թորոսը ծիծաղեց, մի ձայն, որից Լուսինեի ստամոքսը շրջվեց։ Ռուբենը նրան շեղում է։ Նա իդեալիստ ուսուցչուհի է։ Կարծում է, որ իր փոքրիկ որդին սիրահարվել է նրան։ Երբ նա ճշմարտությունը հայտնաբերի, արդեն ուշ կլինի։ 10 միլիոնը փոքր գին է Գալուստյան կայսրությունը փրկելու համար։ Լուսինեն անձայն նահանջեց, սիրտը կրծքին բաբախում էր։ Նրա նշանադրությունը, նրա հարաբերությունները, ամեն ինչ կեղծիք էր։ Մի ներկայացում 10 միլիոնի գործարք կնքելու Գալուստյանների սնանկացած բիզնեսները փրկելու համար, նրան օգտագործելով որպես խաղաքար բիզնես խաղում։ Երբ նա վերադարձավ սեղանին, նրա ժպիտը կատարյալ էր, բայց ինչ-որ բան փոխվել էր նրա աչքերում։ Ռուբենը նկատեց դա, բայց դա վերագրեց այդ միջավայրի բնական անհարմարությանը։ Նա չէր կարող պատկերացնել, որ այդ հանգիստ հայացքի հետում մրրիկ էր ձավորվում։ Մինչ նրանք կենաց էին խմում, սիրո ապագայի համար, Լուսինեն կայացրեց իր որոշումը։ Այդ գիշեր նա ոչ մեկին չէր դիմակայելու։ Նա նրանց չէր տալու իր փլուզումը տեսնելու բավականությունը։ Ընդհակառակը, նա կմտնի խաղի մեջ։ Միայն թե հիմա նա գիտեր կանոնները։ Ժամեր անց, իր փոքրիկ բնակարանում, Լուսինեն զանգահարեց։ Համարը ամիսներով չէր հավաքվել։ Հայրիկ։ Ես եմ, Լուսինեն։ Մենք պետք է խոսենք։ Դա Գալուստյան ընտանիքի մասին է։ Հեռախոսի մյուս կողմում պահի լռությանը հաջորդեց այն խորը ձայնը, որին երկրի քիչ գործարարներ էին դիմադրում։ Լսում եմ, աղջիկս։ Լուսինեն խորը շունչ քաշեց։ Խաղը նոր էր սկսվել։ Հաջորդ առավոտ Լուսինեն նոր-նորքի թաղամասի իր բնակարանում էր, շրջապատված թղթերով բացված նոութբուքով։ Նա քնել էր ընդամենը մի քանի ժամ, կլանված Գալուստյան ընտանիքի հետաքննությամբ։ Որպես ուսուցչուհի նա գիտեր, թե ինչպես հետազոտել, հիմա այդ հմտությունն օգտագործում էր, բացահայտելու, թե ինչ էր թաքնված այդ շտապ ամուսնության հետում։ Համակարգչի էկրանին վերջին ամիսների տնտեսական թերթերի վերնագրերը պատմում էին մի այլ պատմություն, քան այն բարեկեցիկ պատկերը, որը Գալուստյանները վաճառում էին աշխարհին։ Գալուստյան ձեռնարկությունների բաժնետոմսերը նվազում են երրորդ եռամսյակն անընդմեջ, լիկվիդայնության խնդիրների մասին լուրերը մտահոգում են ներդրողներին, Թորոս Գալուստյանը հերքում է ճգնաժամը խոստանում նորություններ հաջորդ կիսամյակում։ Բջջային հեռախոսի զանգն ընդհատեց նրա կենտրոնացումը։ Դա Ռուբենն էր։ Բարի լույս, սիրելիս։ Պարզապես զանգեցի, իմանալու, թե արդյոք լավ ես։ Երեկ երեկոյան դու հեռու էիր թվում։ Լուսինեն խորը շունչ քաշեց, ձայնը վերահսկելով։ Դերասանուհին, ում գոյության մասին երբեք չգիտեր իր ներսում, ի հայտ եկավ։ Ես հիանալի եմ, պարզապես հոգնած։ Ձեր ընտանիքը տպավորիչ է։ Ռուբենը ծիծաղեց, մի ձայն, որն այժմ կեղծ էր թվում նրա ականջներին։ Գիտեմ, որ սկզբում նրանք կարող են մի փոքր վախեցնող թվալ, բայց դու կսովորես։ Հեյ, ինչ կասես այսօր միասին ճաշելու մասին։ Առավոտյան հանդիպում ունեմ, բայց կեսօրից հետո ազատ եմ։ Իհարկե, հիանալի կլիներ, պատասխանեց նա, արդեն պլանավորելով օգտագործել այդ հանդիպումը, ավելի շատ տեղեկություններ ստանալու համար։ Հենց նա անջատեց հեռախոսը, նրա հեռախոսը նորից զանգեց։ Դա Սոֆի Մարտիրոսյանն էր, քննիչ լրագրող Վաղեմի ընկերուհի։ Լուս, ես հետազոտեցի այն, ինչ դու խնդրեցիր։ Եվ աղջիկս, դու չես հավատա, թե ինչ գտա։ Գալուստյանները խորտակված են պարտքերի մեջ։ Դատարանում գաղտնի ընթանում են առնվազն 3 գործեր, ներդրողների կողմից։ Եվ ավելին, նրանց հիմնական ընկերությունը հետաքննվում է հարկային անկանոնությունների համար։ Լուսինեն ամեն ինչ գրի առավ, գլուխկոտրուկի կտորները իրար էին համապատասխանում։ Իսկ իմ հոր հետ կապի մասին։ Սոֆին հեռախոսի մյուս կողմից հոգոց հանեց։
Ահա թե որտեղ է հետաքրքիր կետը։ Մելիքյան Investments քո հոր ընկերությունը այն քչերից է, որը կարող էր փրկել Գալուստյան կայսրությունը։ 10 միլիոնի ներդրումը միայն սկիզբը կլիներ։ Քո հոր հավանությամբ այլ ներդրողներ նորից կվստահեին ընկերությանը։ Բայց իմ հայրը երբեք ուղղակիորեն գործ չէր անի Թորոսի հետ, ավարտեց Լուսինեն։ Հենց այդպես։ Նրանց միջ թշնամանքը լեգենդար է շուկայում։ Ինչ-որ բան կապված 20 տարի առաջվա գործարքի հետ, երբ քո հայրը նոր էր սկսում։ Թորոսը, այսպես ասած, կեղտոտ էր խաղացել։ Լուսինեն փակեց աչքերը, հիշելով մանկության լսած զրույցների հատվածներ։ Նրա հայրը միշտ զուսպ մասնագիտական հարցերի շուրջ հազվադեպ էր հիշատակում թշնամիներին, բայց Գալուստյան անունը միշտ ստվեր էր առաջացնում նրա հայացքում։ Շնորհակալություն, Սոֆի։ Դու միշտ եղել ես ամենալավ քննիչը, ում ես ճանաչել եմ։ Պարզապես զգույշ եղիր, Լուս։ Հուսահատ մարդիկ հուսահատ բաներ են անում։ Հեռախոսն անջատելուց հետո Լուսինեն վերցրեց մեքենան գնաց այն դպրոցը, որտեղ դասավանդում էր։ Շաբաթ էր, բայց նրան մտածելու տեղ էր պետք, այդ պարզ դասասենյակները միշտ պարզություն էին բերում նրան։ Նա նստեց իր սեղանին դատարկ ուսուցչական սենյակում, դիտելով գրատախտակը, որի վրա դեռ գրված էին նախորդ դասի նշումները։ Հենց այնտեղ, կավիճի մաշված գրքերի միջ, սկսեց ձևավորվել պլանը։ Դա չէր լինի մանր վրեժ, այլ դաս։ Մի դաս, որը Գալուստյան ընտանիքում ոչ ոք չէր մոռանա։ Կեսօրին նա հանդիպեց Ռուբենին ճապոնական ռեստորանում, որը նա էր ընտրել։ Թանկ էր, բերճաշուկ, լի գործարար ճաշերով ղեկավարներով։ Այսօր շատ գեղեցիկ ես, գովեց նա, թեթակի համբուրելով նրան։ Այս օրերը խելագարություն էին, ամուսնության նախապատրաստական աշխատանքներով, որոշ ընկերության հարցերով։ Պատկերացնում եմ, պատասխանեց նա, ժպտալով։ Ձեր հայրը երեք լարված էր թվում։ Ամեն ինչ կարգին է բիզնեսում։ Մտահոգության մի բռնկում անցավ նրա աչքերով, որն արագ փոխարինվեց վստահ ժպիտով։ Անհանգստանալու բան չկա։ Պարզապես շուկայի սովորական տատանումներ։ Գիտես, ներդրողները ամեն ինչից նյարդայնանում են։ Իհարկե, համաձայնեց նա, անմեղություն ծածնելով։ Ի դեպ, հիշեցի, որ երբեք քեզ շատ բան չեմ պատմել իմ ընտանիքի մասին։ Իմ մորը դու ճանաչում ես, բայց իմ հորը։ Ռուբենը թեթակի խեղդվեց սակեից։ Քո հայրը։ Կարծում էի, որ դուք չէիք խոսում։ Մենք հեռացանք ամուսնալուծությունից հետո, բայց կապ ենք պահպանում։ Նա Եվրոպայում է գործերով, բայց պետք է վերադառնա ամուսնության համար։ Եվ նա ինչ է անում, հարցրեց Ռուբենը, փորձելով անփույթ հնչել։ Գործեր, ներդրումներ, այդպիսի բաներ։ Իհարկե, ոչինչ այնքան մեծ չէ, որքան Գալուստյան կայսրությունը, պատասխանեց նա կեղծ համեստությամբ, ուշադիր դիտելով նրա արձագանքը։ Ռուբենը տեսանելիորեն թուլացավ, Լուսինեն ստացավ իր հաստատումը։ Նա չգիտեր, թե ով էր իր հայրը։ Թորոսը հավանաբար թաքցրել էր այդ մանրամասնությունը որդուց, վախենալով, որ նա կարող է փչացնել պլանը, որ է անզգույշ մեկնաբանությամբ։ Ճաշի մնացած մասն անցավ ամուսնության ապագայի պլանների մասին մակերեսային զրույցներով։ Ռուբենը խանդավառությամբ խոսում էր բալյում մեղրամիսի գնելու տան մասին, այն մասին, թե ինչպես Լուսինեն կարող էր վերջապես թողնել այդ աշխատանքը, նվիրվելը ավելի կարևոր բաներին, ինչպիսիք են սոցիալական միջոցառումները, բարեգործությունը։ Լավ կլիներ, եթե դու խոսեիր իմ մոր հետ այդ մասին։ Նա նախագահում է 3 հիմնադրամ կարող էր քեզ ուղղորդել։ Դա պարզաբանող կլիներ, պատասխանեց Լուսինեն, պատկերացնելով այն դասերը, որոնք Սիրանուշ Գալուստյանը կառաջարկեր։ Կեսօրից հետո, Ռուբենին թողնելուց հետո, Լուսինեն մեքենայով գնաց Մելիքյան Investments-ի շքեղ շենքը, Բաղրամյան պողոտայի ֆինանսական սրտում։ Նա չհայտարարեց իր այցի մասին, հույս դնելով անակնկալի տարրի վրա։ Ընդունարանում բավական էր նշել իր անունը, որպեսզի անվտանգության աշխատակիցները, ովքեր նրան ճանաչում էին մանկուց, թույլ տային նրան անցնել։ Անդրանիկ Մելիքյանն իր գրասենյակում էր, վերին հարկում, քաղաքի համայնապատկերային տեսարանով, որը նա օգնել էր վերափոխել իր ներդրումներով։ 60 տարեկանում նա պահպանում էր իր նրբաճաշակ կեցվածքը, խորաթափանց աչքերը, որոնք ոչ մի մանրուք բաց չէին թողնում։ Լուսինե, ասաց նա, վեր կենալով դստերը գրկելու համար։ Ինչ հաճելի անակնկալ։ Քո երեկվա զանգն ինձ հետաքրքրեց։ Հայրիկ, մենք պետք է խոսենք իմ նշանադրության մասին։ Թե ովքեր են իսկապես Գալուստյանները։
Անդրանիկը մատնացույց արեց գրասենյակի անկյունում գտնվող բազմոցը, երկու բաժակ սուրճ մատուցելով նախքան նստելը։ Երբ դու ինձ ազգանունն ասացիր, ես գիշերն անցկացրի հետաքննելով։ Թորոսը միշտ կանխատեսելի հակառակորդ էր։ Իմ դստերը օգտագործելը ինձ մոտ հասնելու համար ցածր է, նույնիսկ նրա համար։ Ուրեմն դու արդեն գիտեիր։ Կասկածում էի։ Բայց ուզում էի քեզնից լսել։ Ինչ ես հայտնաբերել հստակորեն։ Լուսինեն պատմեց ամեն ինչ, իր լսած զրույցը, Սոֆիի հետազոտությունները, Ռուբենի նրա ընտանիքի պահվածքը նշանադրության ընթրիքին։ Նրանց 10 միլիոն է պետք սկսելու համար։ Եվ նրանք ինձ օգտագործում են որպես ընտանեկան կայունության երաշխիք, այլ ներդրողներին գրավելու համար։ Ամուսնությունը պարզապես ճակատ կլիներ։ Անդրանիկը լսեց ամեն ինչ լռության մեջ, աչքերը հառած ներքի քաղաքին։ Եվ ինչ ես ուզում անել, աղջիկս։ Ես կարող եմ հենց հիմա բացահայտել Թորոսին, անմիջապես վերջ դնել այդ կեղծիքին։ Լուսինեն մտածեց Սիրանուշի աչքերի արամարանքի, Լիլիթի ամբարտավանության, ի ստացած հովանավորող վերաբերմունքի մասին։ Նա մտածեց այլ մարդկանց մասին, ում այդ ընտանիքը, անշուշտ, շահարկել էր տարիների ընթացքում։ Ոչ, հայրիկ։ Ես ուզում եմ մտնել նրանց խաղի մեջ։ Ես ուզում եմ, որ նրանք զգան նույնը, ինչ ես զգացի։ Ես ուզում եմ, որ նրանք մի դաս սովորեն, որը երբեք չեն մոռանա։ Անդրանիկ Մելիքյանի շուրթերին բարակ ժպիտ հայտնվեց։ Դու ավելին ունես ինձնից, քան պատկերացնում ես, աղջիկս։ Եվ ինչպես ես մտադիր դա անել։ Լուսինեն այնուհետ մանրամասնեց իր պլանը։ Դա չէր լինի իմպուլսիվ վրեժ, այլ հաշվարկված ռազմավարություն։ Նա թույլ կտա, որ Գալուստյանները շարունակեն իրենց թատրոնը, համոզված լինելով, որ իրենք վերահսկողության տակ են։ Նա կմասնակցի նրանց ընթրիքներին, նրանց միջոցառումներին, կհանդուրժի նրանց անուղղակի խոսքերը, նվաստացումները։ Նա կհամաձայնի ամուսնության նախապատրաստական աշխատանքներին, ամուսնական պայմանագրին, որը նրանք, անշուշտ, կառաջարկեն։ Ամեն ինչ, մինչ նա ապացույցներ, փաստաթղթեր, վկաներ էր հավաքում։ Եվ ճիշտ պահին, երբ նրանք վստահ կլինեն, երբ գործարքը մոտ կլինի կնքվելուն, դու կքանդես խաղաքարտերի ամրոցը, ավարտեց Անդրանիկը, հպարտության փայլով աչքերում։ Բայց վստահ ես, որ ուզում ես գնալ այդ ճանապարհով։ Դա շատ բան կպահանջի քեզնից։ Լուսինեն նայեց պատուհանից, քաղաքին, որը տարածվում էր մինչ հայացքի հասանելիությունը։ Ինչ-որ տեղ ներքում Ռուբենը հավանաբար խոսում էր իր հոր հետ պլանի հաջողության մասին, այն մասին, թե ինչպես էր միամիտ ուսուցչուհին հենց այնտեղ, որտեղ նրանք ուզում էին։ Վստահ եմ, հայրիկ։ Որոշ դասեր պետք է սովորել ամենադժվար ճանապարհով։ Երբ նա լքեց շենքը ժամեր անց, Լուսինե Գետամյան-Մելիքյանն այլս պարզապես պետական դպրոցի իդեալիստ ուսուցչուհին չէր։ Նա կին էր, առաքելությամբ։ Գալուստյանները սկսել էին վտանգավոր խաղ, չճանաչելով բոլոր խաղացողներին։ Եվ նրանք պատրաստվում էին հայտնաբերել, որ սխալ հակառակորդ էին ընտրել։ Երանի Կասկադ համալիրի մոտակայքում գտնվող բարձրահարկ շենքերից մեկում, 30 ըրթ էր գտնվում Անդրանիկ Մելիքյանի գաղտնի բնակարանը։ Մի վայր, որը քչերը գիտեին հեռու Արաբկիրի թաղամասի պաշտոնական առանձնատնից, որտեղ նա պլանավորում էր իր կարևորագույն քայլերը։ Հենց այնտեղ էր Լուսինեն հիմա, կեղծիքը բացահայտելուց մեկ շաբաթ անց։ Փաստաթղթերը, որոնք դուք խնդրել էիք, օրիորդ, ասաց Հենրիկը, իր հոր վստահելի օգնականը, նրան մի թղթապանակ տալով։ Գալուստյան ձեռնարկությունների վերջին 5 տարվա բոլոր անկանոնությունները։ Ծածկված աշխատանքային գործընթացներ, հարկային խուսափումներ, ներդրումային հիմնադրամներից միջոցների յուրացում։ Շնորհակալություն, Հենրիկ, պատասխանեց Լուսինեն, թերթելով թղթերը։ Իմ հայրը հասել է։ Պարոն Մելիքյանը ճանապարհին է։ Խնդրեց սկսել հանդիպումը։ Բացի Հենրիկից, ներկա էին Սոֆին, ով ավելի շատ լրագրողական ապացույցներ էր բերել, դոկտոր Մարինե Սարգսյանը, Մելիքյանների վստահելի կորպորատիվ փաստաբանը։ Լուսինե, ես վերլուծել եմ նախնական պայմանագրերը, որոնք Ռուբենը քեզ ուղարկել է, ասաց Մարինեն, շտկելով ակնոցները։ Ինչպես կասկածում էինք, դա իրավական թակարդ է։ Կան թաքնված կետեր տեխնիկական լեզվով, որոնք ըստ էության քո հոր ընկերությունները կապում են Գալուստյանների պարտքերին, ընտանեկան բիզնեսների միավորման դեպքում։ Լուսինեն գլխով արեց, հիանալով համարձակությամբ։ Նրանք իսկապես ամեն ինչ մտածել են։ Գրեթե ամեն ինչ, ուղղեց Սոֆին։ Մոռացել են ստուգել, թե ով ես դու իրականում։
Դուռը բացվեց, Անդրանիկ Մելիքյանը մտավ ուղեկցությամբ մի տղամարդու, ում Լուսինեն չէր ճանաչում։ Աղջիկս, սա Կարո Վարդանյանն է, Թորոս Գալուստյանի նախկին գործընկերը։ Նա մի քանի հետաքրքիր պատմություններ ունի կիսվելու համար։ Միջին տարիքի տղամարդը, խորը աչքերի տակով, կարծես անտեսանելի ծանրություն էր կրում։ Օրիորդ Գետամյան Մելիքյան, ես Թորոսի հետ աշխատել եմ 15 տարի։ Ես նրա աջ ձեռքն էի, մինչ խարդախությունները բացահայտեցի։ Երբ սպառնացի բացահայտել նրան, ես ազատվեցի աշխատանքից դատի տրվեցի զրպարտության համար։ Ես կորցրի ամեն ինչ, ներառյալ իմ հեղինակությունը։ Հաջորդ մեկ ժամվա ընթացքում Կարոն մանրամասնեց սխեմաներ, մանիպուլյացիաներ, խարդախություններ, որոնք Գալուստյանների աշխատանքային ոճի մաս էին կազմում։ Ամենալուրջը բարեգործական հիմնադրամից գումարների յուրացումը, ընկերության ֆինանսական անցքերը ծածկելու համար։ Ես ապացույցներ ունեմ, եզրափակեց նա։ Փաստաթղթեր, ձայնագրություններ, էլեկտրոնային նամակներ։ Ես պատրաստ եմ վկայելու։ Անդրանիկը ձեռքը դրեց Կարոյի ուսին։ Եվ մենք կպաշտպանենք քեզ։ Մարինեն արդեն պատրաստում է քո պաշտպանությունը Թորոսի կողմից հարուցված գործերում։ Լուսինեն կլանեց ամեն ինչ, յուրաքանչյուր բացահայտում սնուցում էր նրա վճռականությունը։ Հաջորդ քայլը ներդրողների հետ ընթրիքն է, վաղը երեկոյան, ասաց նա։ Ռուբենն ասաց, որ դա պարզապես ձականություն կլինի, մինչ համագործակցության պաշտոնական հայտարարությունը։ Եվ դու պատրաստ ես դրան, հարցրեց նրա հայրը։ Վստահ ժպիտ հայտնվեց Լուսինեի շուրթերին։ Ավելի քան պատրաստ։ Հաջորդ գիշեր Գալուստյանների առանձնատունը Դավթաշենի թաղամասում լուսավորված էր, հատուկ հյուրերին ընդունելու համար։ Դա սոցիալական միջոցառում չէր, այլ մանրակրկիտ կազմակերպված բիզնես ընթրիք։ Թորոսը հավաքել էր Երանի 10 ամենաազդեցիկ ներդրողներին, տղամարդիկ կանայք, ովքեր կարող էին փրկել իր փլվող կայսրությունը, եթե հավատային այն պատմությանը, որը նա պատրաստել էր։ Լուսինեն միտումնավոր 10 րոպե ուշացավ։ Նա այլս չէր կրում զուսպ մուգ կապույտ զգեստը, այլ հայտնի ոճաբանի կողմից ստորագրված կարմիր մոդել։ Զուսպ, բայց տեսանելիորեն թանկարժեք զարդերը լրացնում էին տեսքը։ Նրա մազերը, նախկինում պարզ կապված, այժմ էլեգանտ ալիքներով թափվում էին ուսերին։ Սենյակում շշուկները նվազեցին, երբ նա մտավ։ Ռուբենը, ով նյարդայնորեն զրուցում էր երկու ներդրողի հետ, գրեթե խեղդվեց իր խմիչքից։ Լուսինե, դու ուրիշ ես։ Հուսով եմ, լավ առումով, պատասխանեց նա առեղծվածային ժպիտով, ընդունելով մատուցողի կողմից առաջարկված շամպայնի բաժակը։ Սիրանուշ Գալուստյանը մոտեցավ, հարկադրված ժպիտը հազիվ էր թաքցնում զարմանքը։ Սիրելիս, ինչ հետաքրքիր զգեստ։ Չգիտեի, որ դու բարձր նորաձություն ես գնահատում։ Շատ բաներ կան, որոնք դուք չգիտեք իմ մասին, Սիրանուշ, հանգիստ պատասխանեց Լուսինեն, դիտելով ապագա սկեսրոջ աչքերի շփոթությունը։ Թորոսն արագ վերահսկեց իրավիճակը, բոլորին ուղղորդելով շքեղորեն զարդարված ճաշասենյակ։ Լուսինեն ռազմավարականորեն տեղադրվեց երկու հիմնական ներդրողների միջ, մինչդեռ Ռուբենը նստեց սեղանի մյուս կողմում։ Նախքան սկսելը, կցանկանայի շնորհակալություն հայտնել բոլորի ներկայության համար, հայտարարեց Թորոսը, բարձրացնելով իր բաժակը։ Այս ընթրիքը նշանավորում է նոր դարաշրջանի սկիզբը Գալուստյան ձեռնարկությունների համար։ Ինչպես գիտեք, մենք պատրաստվում ենք հայտարարել Կարո ռազմավարական համագործակցության մասին, որը խորհրդանշվում է մեր ընտանիքի միավորմամբ հմայիչ Լուսինեի հետ։ Ներդրողները քաղաքավարի ժպտացին, ուսումնասիրելով հարսնացուին, թարմացված հետաքրքրությամբ նրա տպավորիչ մուտքից հետո։ Եվ ինչ եք անում, օրիորդ Լուսինե, հարցրեց Ալբերտ Դավթյանը, ամենաազդեցիկ ներդրողներից մեկը։ Նախքան Ռուբենը կամ Թորոսը կմիջամտեին, նա բնականաբար պատասխանեց. Ես ուսուցչուհի եմ, պարոն Դավթյան։ Դասավանդում եմ Արելյան թաղամասի պետական դպրոցում։ Ուսուցչուհի, կրկնեց նա, զարմացած։ Որքան անսովոր է Գալուստյանի հարսնացուի համար։ Կյանքը լի է անակնկալներով, չեք կարծում, պատասխանեց նա նախքան ավելացնելը։ Իդեպ, ճանաչում եք իմ հորը, Անդրանիկ Մելիքյանին։ Հաջորդած լռությունը գրեթե շոշափելի էր։ Ալբերտ Դավթյանը մի քանի անգամ թարթեց աչքերը, կարծես փորձելով մարսել տեղեկությունը։ Սեղանի մյուս կողմում Թորոսը սառեց, պատառաքաղը բերանին կես ճանապարհին։ Անդրանիկ Մելիքյանը, Մելիքյան Investments-ից։ Հարցրեց մեկ այլ ներդրող, առաջ թեքվելով։ Հենց ինքը, հաստատեց Լուսինեն, հանգիստ գինի խմելով։
Երի մոռացել եմ նշել իմ ամբողջական ազգանունը։ Ես Լուսինե Գետամյան Մելիքյանն եմ։ Հայացքներն անմիջապես շրջվեցին Թորոսի վրա, ում դեմքը կորցրել էր ամբողջ գույնը։ Ռուբենը նույնքան ապշած էր թվում, հորից հարսնացուին նայելով, փորձելով հասկանալ, թե ինչ էր կատարվում։ Կարծում եմ, որ իմ փեսացուն իմ ապագա սկեսրայրը մոռացել են ստուգել այդ փոքրիկ մանրամասնությունը, մինչ մեր ապագան միասին պլանավորելը, շարունակեց Լուսինեն ժպիտով, որը չէր հասնում աչքերին։ Ալբերտ Դավթյանը, ընկալելով հետանքները, անվստահությամբ նայեց Թորոսին։ Թորոս, դու չէիր նշել այդ կապը։ Ես։ Մենք, կակազեց Թորոսը, փորձելով վերահսկել իրեն։ Իհարկե, մենք գիտեինք։ Պարզապես զուսպ էինք մնացել Անդրանիկի խնդրանքով։ Հետաքրքիր է, մեկնաբանեց Լուսինեն։ Իմ հայրը կզարմանա իմանալով դա, հաշվի առնելով, որ նա իմ նշանադրության մասին իմացավ ընդամենը մեկ շաբաթ առաջ, երբ ես ինքս պատմեցի նրան։ Լարվածությունը շոշափելի էր։ Սիրանուշը, փորձելով փրկել իրավիճակը, հարկադրված ծիծաղեց։ Ինչ հաճելի թյուրիմացություն։ Ավելի շատ գինի, ով է ուզում։ Բայց ներդրողներն արդեն իմաստալից հայացքներ էին փոխանակում։ Թորոսի վստահությունը կասկածի տակ էր, բոլորը բավականաչափ խելացի էին, հասկանալու, որ ինչ-որ բան շատ սխալ էր։ Իրականում, շարունակեց Լուսինեն, հայրիկն այնքան էր հետաքրքրվել մեր նշանադրությամբ, որ խնդրեց անձամբ վերլուծել առաջարկվող համագործակցության համաձայնագիրը։ Նա ինչ-որ բան նշեց թաքնված կետերի, չբացահայտված պարտավորությունների մասին։ Վստահ եմ, որ դա պարզապես հայրական չափազանց մեծ մտահոգություն է։ Ռուբենը, վերջապես ձայնը գտնելով, փորձեց միջամտել։ Լուսինե, գուցե մենք կարող ենք դա քննարկել մասնավոր կերպով, սիրելիս։ Ինչու՞։ Հարցրեց նա անմեղորեն։ Մենք բոլորս այստեղ չենք Գալուստյան ընտանիքի բիզնեսի ապագան քննարկելու համար։ Այն ապագան, որը կապված կլիներ մեր ամուսնության իմ հոր 10 միլիոնի ներդրման հետ։ Հստակ արժեքի հիշատակումը ներդրողների հայացքներն ավելի սրեց։ Թորոսը փորձեց վերջին հուսահատ քայլը։ Պարոնայք, տիկնայք, առաջարկում եմ անցնել գրադարան համագործակցության մասին ավելի մանրամասն քննարկումների համար։ Լուսինե, սիրելիս, վստահ եմ, որ դու կնախընտրես մնալ Սիրանուշի մյուս տիկնանց հետ խոսելու ավելի թեթ հարցերի մասին։ Լուսինեն ժպտաց, նրբագեղորեն վեր կենալով։ Իրականում, Թորոս, ես պնդում եմ մասնակցել։ Ի վերջո, ըստ նախնական փաստաթղթերի, որոնք ես պատահաբար ստացել եմ էլեկտրոնային փոստով, ես կլինեի համաձայնագրի ստորագրողներից մեկը, այդպես չէ։ Ներդրողներից մեկը հոնքերը կնճռեց, շրջվելով Թորոսի կողմը։ Հարսնացուն ստորագրող կլինի։ Ինչու։ Գալուստյան կայսրությունը փլուզվում էր յուրաքանչյուր րոպե։ Գրադարանում հանդիպումը լարված էր, ուղիղ հարցերով, որոնցից Թորոսը հուսահատորեն փորձում էր խուսափել։ Լուսինեն հանգիստ մնաց, կետային պարզաբանումներ առաջարկելով, որոնք միայն խորացնում էին անվստահությունը։ Երբ երեկոն ավարտվեց, ներդրողները հեռացան լուրջ արտահայտություններով, առաջարկը վերանայելու մշուշոտ խոստումներով, սառը ձեռքսեղմումներով։ Հաղորդագրությունը պարզ էր, գործարքը մեռած էր, նախքան ծնվելը։ Ընդարձակ նախասրահում, մինչ վերջին հյուրերը հեռանում էին, Ռուբենը վերջապես դիմակայեց Լուսինեին, հեռու մյուսների ականջներից։ Ինչ էր դա, շնջաց նա, ամուր բռնելով նրա թը։ Դու ամեն ինչ փչացրիր։ Լուսինեն հանգիստ, բայց վճռականորեն հեռացրեց նրա ձեռքը։ Փչացրի։ Թե։ Պարզապես բացահայտեցի ճշմարտությունը։ Ասա ինձ, Ռուբեն, երբ էիր մտադիր ինձ ասել, որ մեր ամուսնությունը պարզապես գործարք էր։ 10 միլիոնի գործարք, քո հոր սնանկացած ընկերությունը փրկելու համար։ Նրա արտահայտությունը զայրույթից անցավ զարմանքի, իսկ հետո արագ հաշվարկի։ Չգիտեմ, թե ինչի մասին ես խոսում։ Ես քեզ սիրում եմ, Լուսինե։ Սա անհեթեթություն է։ Խնայիր մեզ այդ տեսարանից, Ռուբեն, ընդհատեց նա։ Ես լսեցի քո հորը գրասենյակում նշանադրության ընթրիքի ժամանակ։ Ես ամեն ինչ գիտեմ։ Պարտքերը, դատական գործերը, Անդրանիկ Մելիքյանի դստերը որպես խայծ միլիոնատերական գործարքի համար օգտագործելու պլանը։ Նրա դեմքը ամբողջովին գունատվեց։ Դու ամեն անգամ գիտեիր։ Ոչ ամեն անգամ։ Պարզապես բավականաչափ, խաղը հասկանալու կանոնները փոխելու համար։ Թորոսը հայտնվեց որդու հետում, դեմքը ծրված զսպված զայրույթից։
Դու պատկերացնում ես, թե ինչ ես արել այս գիշեր։ Տարիների պլանավորում փչացված է։ Լուսինեն անխռով ժպտաց։ Ինչ ցավալի է։ Միգուցե հաջորդ անգամ ավելի լավ ստուգես, թե ում ես շահարկում։ Սա այստեղ չի ավարտվում, սպառնաց Թորոսը մոտենալով։ Դու պատկերացում չունես, թե ում ես դիմակայում։ Ընդհակառակը, պատասխանեց նա, դեպի դուռը գնալով։ Դուք չգիտեիք, թե ում էիք դիմակայում։ Նախքան դուրս գալը, նա վերջին անգամ շրջվեց, հանելով նշանադրության մատանին դնելով այն կողային սեղանին։ Ահ, նշանադրությունը պաշտոնապես չեղյալ է հայտարարված։ Կարող եք այլ միամիտ ուսուցչուհի փնտրել ձեր սխեմաների համար։ Մինչ իր հոր ուղարկած վարորդը սպասում էր նրան մայթին, Լուսինեն զգաց, որ վերջին օրերի ծանրությունը վերջապես հասավ նրան։ Արցունքները, որոնք նա զսպել էր ամբողջ գիշեր, սկսեցին անձայն թափվել։ Ոչ թե կորցրած հարաբերությունների տխրությունից, նա հիմա հասկանում էր, որ այնտեղ երբեք իսկական սեր չկար, այլ հիասթափության բռնությունից, մանրակրկիտ մտածված ստի վրա վատնած ժամանակից։ Մեքենայում, նրա բջջային հեռախոսում սպասում էր հոր հաղորդագրությունը։ Ներդրողներն արդեն զանգահարում են։ Խաղաքարտերի ամրոցը սկսել է փլուզվել։ Հպարտ եմ քեզնով, աղջիկս։ Լուսինեն նայեց պատուհանից, մինչ վարորդը հատում էր լուսավորված քաղաքը։ Ճակատամարտը սկսվել էր, բայց պատերազմը դեռ չէր հաղթել։ Ճանաչելով Թորոս Գալուստյանին, նա կփորձեր վերջին հուսահատ քայլը։ Եվ նա պետք է պատրաստ լիներ։ Գալուստյանների առանձնատան աղետալի ընթրիքից 2 շաբաթ անց Երանը լի էր լուրերով։ Ֆինանսական շուկայի միջանցքներում շշուկներ էին պտտվում Թորոսի կայսրության մոտալուտ անկման մասին։ Ներդրողները զուսպ կերպով հանում էին իրենց աջակցությունը, բաժնետոմսերը կտրուկ անկում էին ապրում, պարտատերերը սկսում էին ճնշում գործադրել նախնական վճարումների համար։ Մելիքյան Ինվեստմենթսի գրասենյակում Լուսինեն իր հոր հետ վերլուծում էր զեկույցները։ Նրանք հուսահատ են, մեկնաբանեց Անդրանիկը։ Թորոսն արդեն փորձել է կապ հաստատել 3 տարբեր միջնորդների հետ, բանակցությունները վերսկսելու համար։ Լուսինեն գլխով արեց, թերթելով փաստաթղթերը։ Եվ ինչ պատասխանեցիր։ Որ ցանկացած քննարկում պետք է նախ անցներ իմ դստեր միջով, պատասխանեց նա ժպիտով։ Ակներաբար, դա ավարտեց խոսակցությունը։ Լուսինեի հեռախոսը թրթռաց։ Դա Լիլիթ Գալուստյանի հաղորդագրությունն էր։ Պետք է խոսենք։ Կարոր է։ Բելլուչի սրճարան, այսօր 16:00-ին։ Ռուբենի քույրը ուզում է ինձ հետ հանդիպել, ասաց նա, հորը ցույց տալով հաղորդագրությունը։ Դա կարող է թակարդ լինել։ Կամ կարող է լինել կատարյալ ընտանիքի ճակատի ճաքը, պատասխանեց Լուսինեն։ Ես կիմանամ։ Բելլուչի սրճարանը, որը գտնվում էր կենտրոնի Աբովյան փողոցի վրա, Երանի էլիտայի կողմից հաճախվող զուսպ վայր էր։ Երբ Լուսինեն հասավ, Լիլիթն արդեն սպասում էր նրան, տեսանելիորեն անհարմար, նյարդայնորեն պտտելով սուրճի բաժակը ձեռքերում։ Շնորհակալություն գալու համար, ասաց Լիլիթը, ձայնում սովորական արամարանքը չկար։ Գիտեմ, որ իրավունք չունեմ խնդրելու ձեր ժամանակը ամեն ինչից հետո։ Լուսինեն նստեց, պահպանելով չեզոք արտահայտություն։ Ինչ ես ուզում, Լիլիթ։ Նախ, ներողություն խնդրել, պատասխանեց նա, զարմացնելով Լուսինեին։ Ես չգիտեի հորս պլանի մասին։ Գործարքի, գումարի, քեզ այդպես օգտագործելու մասին։ Բայց գիտեիր, որ քո եղբայրը ինձ իսկապես չէր սիրում, հակադարձեց Լուսինեն։ Գիտեիր, որ դա հարմարավետության ամուսնություն էր։ Լիլիթը իջեցրեց աչքերը։ Այո։ Ռուբենը միշտ եղել է պրակտիկ իր հարաբերություններում։ Բայց երդվում եմ, որ չգիտեի Անդրանիկ Մելիքյանի դստերը շահարկելու մասին։ Դա իմ հոր գաղափարն էր։ Լուսինեն դիտեց իր դիմացի կնոջը։ Լիլիթը կարծես տարիներով ծերացել էր վերջին շաբաթներին։ Խորը աչքերի տակերը սովորական ամբարտավանության բացակայությունը բացահայտում էին մի այլ մարդու։ Ինչու՞։ Ես ինձ հիմա դա պատմում։ Լիլիթը խորը շունչ քաշեց։ Որովհետև նրանք չեն դադարելու։ Հայրս ինչ-որ բան է պլանավորում Գալուստյան հիմնադրամի բարեգործական միջոցառման համար, վաղը երեկոյան։ Գալուստյան կրթության մշակույթի հիմնադրամը ընտանիքի ամենակարևոր հասարակայնության հետ կապերի նախագիծն էր, բարեգործական ճակատ, որը ապահովում էր լավ պատկեր մեծ հարկային զիջումներ։ Ինչ տեսակի բան։ Հստակ մանրամասները չգիտեմ, բայց դա ներառում է քեզ քո հորը հրապարակայնորեն վարկաբեկելը։
Նրանք կարողացել են համոզել որոշ լրագրողների, հրապարակելու մի պատմություն այն մասին, թե ինչպես եք դուք շահարկել շուկան մեր ընկերության բաժնետոմսերը իջեցնելու համար։ Իհարկե, դա ամեն ինչ սուտ է, բայց կարող է վնաս պատճառել, ավարտեց Լուսինեն Մարսելով տեղեկությունը։ Հենց այդպես։ Եվ ավելին։ Հայրս հրավիրել է ֆինանսական շուկայի լրատվամիջոցների ամենամեծ անուններին միջոցառմանը։ Դա հանրային շոու կլինի։ Լուսինեն մի պահ դիտեց Լիլիթին։ Ինչու՞։ Ես ինձ դա պատմում։ Ինչու՞։ Դավաճանել սեփական ընտանիքիդ։ Լիլիթը տխուր ժպտաց։ Որովհետև ես հոգնել եմ, Լուսինե։ Հոգնել եմ ստերից, սխեմաներից, մանիպուլյացիաներից։ Ես մեծացել եմ դիտելով, թե ինչպես է հայրս ոչնչացնում մարդկանց, ստանալու համար այն, ինչ ուզում էր։ Ես տեսա, թե ինչպես է մայրս դատարկ սոցիալիստուհի դառնում, փոխհատուցելու աներճանիկ ամուսնությունը։ Ես տեսա, թե ինչպես է եղբայրս դառնում մեր հոր պատճենը։ Նա դադարեց, սուրճ խմելով։ Եվ գուցե ես փորձում եմ փրկել իմ հոգու մի մասը, մինչ ուշ լինի։ Լռությունը մի քանի ակնթարթ կախված մնաց նրանց մեջ։ Շնորհակալություն նախազգուշացման համար, վերջապես ասաց Լուսինեն։ Ես պատրաստ կլինեմ։ Երբ նա լքեց սրճարանը, Լուսինեն անմիջապես զանգահարեց իր հորը։ Բարեգործական միջոցառումը նոր էր վերածվել մարտի դաշտի, նրան անհրաժեշտ էր պլանավորել իր վերջնական ռազմավարությունը։ Հաջորդ գիշեր Երանի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնը շողում էր։ Քաղաքի սոցիալական, քաղաքական գործարար էլիտան հավաքվել էր Գալուստյան հիմնադրամի ամենամյա գալա երեկոյի համար։ Լրագրողներ, լուսանկարիչներ, ազդեցիկ մարդիկ փաստագրում էին միջոցառման յուրաքանչյուր մանրամասն, որն այդ տարի խոստանում էր հիշարժան լինել։ Թորոս Գալուստյանը անթերի սմոքինգով ընդունում էր հյուրերին այն վստահությամբ, ով չէր դիմակայում մոտալուտ կործանմանը։ Նրա կողքին Սիրանուշը ցուցադրում էր սառած ժպիտ գուցե վերջին անգամ զարդեր։ Ռուբենը շրջում էր հզորների միջ, շնջալով վստահություն ընտանեկան ընկերության ֆինանսական առողջության մասին։ Նա չի գա, ասաց Սիրանուշը Ռուբենին, նյարդայնորեն նայելով մուտքին։ Այդ ֆիասկոյից հետո ընթրիքին։ Նա կգա, վճռականորեն ընդհատեց Թորոսը։ Անդրանիկ Մելիքյանը չի դիմադրի ուժ ցույց տալու հնարավորությանը։ Եվ երբ նրանք գան, մենք պատրաստ կլինենք։ Կարծես բառերով կանչված լիներ, մուտքի մոտ մի իրարանցում բոլորի ուշադրությունը գրավեց։ Անդրանիկ Մելիքյանը հասել էր, շքեղ իր մուգ կոստյումով։ Եվ նրա կողքին, շողշողուն ոսկեգույն զգեստով, Լուսինեն մտավ դահլիճ, ինչպես թագուհի։ Մինչ նրանք քայլում էին հյուրերի միջով, անհնար էր չնկատել, թե ինչպես էին բոլորը հեռանում Թորոսից ողջունելու Անդրանիկին։ Ժպիտները, ջերմ ձեռքսեղմումները, հարգալից շշուկները, ամեն ինչ, ինչ նախկինում ուղված էր Գալուստյաններին, այժմ պատկանում էր Մելիքյաններին։ Կատարյալ զույգը հենց նոր հասավ, շշնջաց Թորոսը Ռուբենին։ Սկսենք շոուն։ Ռուբենը գլխով արեց, գնալով բեմ, որտեղ մի խոսափող էր սպասում նրան։ Բաժակի զրնգոցով նա գրավեց ներկաների ուշադրությունը։ Տիկնայք պարոնայք, բարի գալուստ Գալուստյան հիմնադրամի ամենամյա գալա։ Այս գիշեր հատուկ է ոչ միայն այն պատճառներով, որոնց մենք աջակցում ենք, այլ որովհետև մենք կարևոր հայտարարություններ ունենք։ Հյուրերը մոտեցան, ակնկալելով նորությունները։ Լուսինեն ուշադիր դիտում էր, նկատելով ռազմավարականորեն տեղադրված լրագրողներին, պատրաստ տեսախցիկները։ Լիլիթը ճիշտ էր ասել, դա թակարդ էր։ Սակայն նախքան այդ կցանկանայի բեմ հրավիրել մեկին, ով վերջերս դարձել է մեր ընտանիքի պատմության կարևոր մասը, շարունակեց Ռուբենը։ Լուսինե Գետամյան Մելիքյան, կպատվեք մեզ։ Շշուկներ անցան դահլիճով։ Բոլորը գիտեին չեղյալ հայտարարված նշանադրության, Գալուստյան ձեռնարկություններում ճգնաժամի մասին լուրերի մասին։ Ինչ էր նշանակում այս հրավերը։ Լուսինեն հայացքներ փոխանակեց հոր հետ, ով գրեթե աննկատ գլխով արեց։ Վճռական քայլերով նա բարձրացավ բեմ, քաղաքավարի ժպիտը ոչ մի հույս չէր բացահայտում։ Շնորհակալություն, Ռուբեն, ասաց նա խոսափողին։ Խոստովանում եմ, որ զարմացած եմ հրավերից։ Ռուբենը ժպտաց, այն մարզված ժպիտը, որը նա հիմա ճանաչում էր որպես կեղծ։ Ինչպես բոլորը գիտեն, Լուսինեն ու ես մինչ վերջերս նշանված էինք։ Ինչ քչերը գիտեն, բաժանման իրական պատճառն է։ Նա դրամատիկ դադար արեց։ Եվ կարծում եմ, որ ներկաները արժանի են ճշմարտությունն իմանալու։
Թորոսը դիտում էր առաջին շարքից, վստահ ժպիտով, ով կարծում էր, թե վերահսկում է իրավիճակը։ Նրա կողքին մոխրագույն կոստյումով մի տղամարդ, ում Լուսինեն ճանաչեց որպես տնտեսական կարևոր թերթի խմբագիր, նշումներ էր անում։ Ճշմարտությունը, Ռուբեն, հարցրեց Լուսինեն հանգիստ, ընդհատելով այն, ինչ անշուշտ մանրակրկիտ մտածված պատմության սկիզբը կլիներ։ Վստահ ես, որ ուզում ես այդ ճանապարհով գնալ։ Նրա ձայնի վճռականության մեջ ինչ-որ բան ստիպեց Ռուբենին կարճատ տատանվել, բայց նա արագ վերականգնեց իր հանգստությունը։ Բացարձակապես։ Թափանցիկությունը հիմնարար արժեք է Գալուստյան ընտանիքի համար։ Լուսինեն ժպտաց, մի ժպիտ, որը չէր հասնում նրա աչքերին։ Թափանցիկություն։ Ինչ հետաքրքիր բառ է օգտագործել այս պահին։ Նա շրջվեց դեպի հանդիսատեսը։ Քանի որ խոսում ենք թափանցիկության մասին, գուցե ժամանակն է պարզաբանել որոշ բաներ բոլոր ներկաների համար։ Նախքան Ռուբենը կմիջամտեր, նա հանեց իր բջջային հեռախոսը գրպանից միացրեց բարձրախոսը, համար հավաքելով. Հայրիկ, ինձ լսո՞ւմ ես։ Անդրանիկ Մելիքյանի ձայնը արձագանքեց դահլիճով մեկ, չնայած նա մի քանի մետր հեռու էր, ամեն ինչ դիտելով։ Բարձր պարզ, աղջիկս։ Կարող եք, խնդրում եմ, բոլոր ներկաների համար պարզաբանել այն 10 միլիոնի գործարքի իրական բնույթը, որը Գալուստյան ընտանիքը փորձեց կնքել ձեզ հետ, մեր կեղծ նշանադրությունը որպես երաշխիք օգտագործելով։ Մահացու լռություն տիրեց դահլիճում։ Ռուբենը գունատվեց։ Թորոսը կտրուկ վեր կացավ, բայց արդեն ուշ էր։ Հաճույքով պատասխանեց Անդրանիկը, նրա ձայնը ուժեղացված ձայնային համակարգով։ Մոտավորապես 3 շաբաթ առաջ մենք հայտնաբերեցինք, որ իմ դստեր նշանադրությունը Ռուբեն Գալուստյանի հետ ոչ այլ ինչ էր, քան Մելիքյան Investments-ից 10 միլիոն դրամ ստանալու ռազմավարություն, առանց որի Գալուստյան ձեռնարկությունները կփլուզվեին կուտակված պարտքերի չլուծված դատական գործերի պատճառով։ Տեսախցիկների լուսարձակները շարունակաբար թարթում էին։ Լրագրողները խելահեղորեն նշումներ էին անում։ Հանրությունը ապշած դիտում էր Երանի ամենաավանդական ընտանիքներից մեկի հանրային փլուզումը։ Բացի այդ, շարունակեց Անդրանիկը, մեր փաստաբանները լուրջ անկանոնություններ հայտնաբերեցին հենց Գալուստյան հիմնադրամի կառավարման մեջ, որի միջոցները, ըստ ամենայնի, յուրացվել էին ընկերության ֆինանսական անցքերը ծածկելու համար։ Սիրանուշը փոքրիկ ճիչ արձակեց։ Լիլիթը, դահլիճի մի անկյունում, ամեն ինչ դիտում էր հանձնված արտահայտությամբ։ Լուսինեն վերահսկեց իրավիճակը։ Այլ կերպ ասած, տիկնայք պարոնայք, դուք մասնակցում եք մի հիմնադրամի բարեգործական միջոցառմանը, որը հեգնանքով դարձել է իր սեփական կառավարիչների կողմից միջոցների յուրացման զոհ։ Նա դադարեց, ուղիղ նայելով Թորոսին։ Բավականաչափ թափանցիկություն է ձեզ համար, թե։ Կնախընտրեք, որ շարունակենք։ Ռուբենը, ընկալելով ամբողջական աղետը, փորձեց խոսափողը խլել նրա ձեռքից, բայց Լուսինեն նրբագեղորեն հեռացավ։ Մի դիպչիր ինձ, ասաց նա, վճռական, բայց հանգիստ։ Դու արդեն բավականաչափ վնաս ես պատճառել։ Թորոսը վերջապես կարողացավ հասնել բեմ, դեմքը ծրված զայրույթից հուսահատությունից։ Սա զրպարտություն է։ Բղավեց նա, փորձելով վերցնել խոսափողը։ Ամեն ինչ սուտ է։ Մենք ապացույցներ ունենք Մելիքյանների կողմից շուկայի շահարկման մասին։ Ձեր կեղծված ապացույցները, հակադարձեց Լուսինեն։ Այն, ինչի համար դուք լրագրողներին վճարել եք հրապարակելու համար։ Նա շրջվեց դեպի մոխրագույն կոստյումով տղամարդը։ Այդպես չէ, պարոն Հակոբյան։ Թերթի խմբագիրը, իրեն բացահայտված զգալով, զուսպ կերպով նահանջեց դեպի ելքը։ Լուսինեն նորից շրջվեց դեպի հանդիսատեսը։ Մենք ունենք ամբողջ փաստաթղթավորումը, էլեկտրոնային նամակներ, ձայնագրություններ, վկաներ։ Դրանք այս պահին հանձնվում են Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովին Հայաստանի դատախազությանը։ Աճող շշուկներ էին լցնում դահլիճը։ Ներդրողները խորհրդակցում էին իրենց բջջային հեռախոսների հետ, ստուգելով Գալուստյան ձեռնարկությունների բաժնետոմսերի կտրուկ անկումը, որն իրական ժամանակում էր տեղի ունենում։ Հյուրերը զուսպ կերպով հեռանում էին, խուսափելով մոտալուտ սկանդալի հետ կապից։ Թորոսը, վերջապես հասկանալով աղետի մեծությունը, հրաժարվեց իր հավակնություններից։ Դու չգիտես, թե ինչ արեցիր, շշնջաց նա Լուսինեին, հեռու խոսափողից։ Դու հենց նոր ոչնչացրիր դարավոր հաստատություն, հարյուրավոր աշխատատեղեր, իմ ընտանիքի ապագան։ Լուսինեն վճռականորեն նայեց նրան։ Ոչ, Թորոս։
Դու ոչնչացրիր ամեն ինչ, երբ որոշեցիր քո կայսրությունը կառուցել ստերի մանիպուլյացիաների վրա։ Ես պարզապես թույլ տվեցի ճշմարտությանը ի հայտ գալ։ Մինչ թատրոնի անվտանգության աշխատակիցները մոտենում էին, վերահսկելու ավելի ու ավելի լարված իրավիճակը, Լուսինեն արժանապատվորեն իջավ բեմից, միանալով հորը։ «Գնում ենք», հարցրեց Անդրանիկը։ «Դեռ ոչ», պատասխանեց նա, նայելով դահլիճի խորքը, որտեղ միայնակ կերպար էր սպասում։ «Ես դեռ մի հարց ունեմ լուծելու»։ Անցնելով անհանգիստ դահլիճով, Լուսինեն մոտեցավ Լիլիթին, ով նրան դիտում էր հիացմունքի հուսահատության խառնուրդով։ «Շնորհակալություն նախազգուշացման համար», ասաց Լուսինեն։ «Դա տարբերություն ստեղծեց»։ «Եվ հիմա», հարցրեց Լիլիթը, ձայնը գրեթե շշուկ։ «Ինչ է լինելու մեզ հետ»։ Լուսինեն մի պահ դիտեց կնոջը։ Նրա զղջման մեջ անկեղծություն կար, փրկության իրական հնարավորություն։ «Սա», պատասխանեց նա, Լիլիթին մի քարտ տալով, «այն է, ինչ տեղի կունենա հաջորդը։ Եթե իսկապես ուզում ես փոխվել»։ Լիլիթը նայեց քարտին։ Գետամյան Մելիքյան վերափոխիչ կրթության ինստիտուտ, հարցազրույց երկուշաբթի, 10:00։ Երբ նրանք լքեցին Երանի օպերայի բալետի ազգային ակադեմիական թատրոնը, Լուսինեին Անդրանիկին դիմավորեց լրագրողների բազմությունը։ Լուսարձակները պայթում էին, հարցերը կուտակվում էին։ Քաոսի մեջ Լուսինեն նկատեց մի տղամարդու, ով հեռվից դիտում էր նրան։ Նա ոչ լրագրող էր, ոչ էլ միջոցառման հյուր։ Պողոս Դարբինյանը, այն դպրոցի տնօրենը, որտեղ նա դասավանդում էր, զուսպ ժպտաց, անձայն հավանություն տալով նախքան բազմության մեջ անհետանալը։ Այդ փոքրիկ ժեստը իրարանցման մեջ Լուսինեին բերեց առաջին իսկական խաղաղության զգացումը շաբաթների ընթոքում։ Պատերազմն ավարտվել էր։ Եվ զարմանալիորեն բոլորը ինչ-որ բան էին կորցրել, բայց նա հնարավորություն էին ստացել նորից սկսել, ավելի շատ իմաստությամբ, ավելի քիչ ամբարտավանությամբ։ Բարեգործական միջոցառման հաջորդ առավոտը պայթուցիկ վերնագրեր բերեց։ Գալուստյան կայսրությունը փլուզվում է հանրային սկանդալի մեջ, միլիոնավոր խարդախություն բացահայտված ուսուցչուհու կողմից, բարեգործական հիմնադրամը ծառայում էր որպես ճակատ միջոցների յուրացման համար։ Բջջային հեռախոսները չէին դադարում զանգել, սոցիալական ցանցերը եռում էին կարծիքներով, առճակատման տեսանյութերով, շուկայի վրա ազդեցության տնտեսական վերլուծություններով։ Լուսինեն ամեն ինչ դիտում էր իր գրասենյակից, Մելիքյան Investments-ի գրասենյակում։ Մի սենյակ, որը նա երբեք չէր զբաղեցրել նախկինում, չնայած իր անունը տարիներ շարունակ դռան վրա էր։ Նա միշտ նախընտրել էր ուսուցչի պարզ կյանքը, հեռու կորպորատիվ աշխարհի իշխանության խաղերից։ Հիմա, սակայն, նա հասկանում էր, որ պետք է զբաղեցնի իր տեղը, ոչ թե վրեժխնդիր լինելու, այլ ոչնչացվածը վերականգնելու համար։ Գալուստյանի բաժնետոմսերը նվազել են 78%, ով տեղեկացրեց Սոֆին, սենյակ մտնելով թերթերի կույտով։ Հայաստանի արժեթղթերի հանձնաժողովը կասեցրել է Արտուրը պաշտոնական հետաքննություն է սկսել։ Թորոսը վաղը կանչվել է ցուցմունք տալու։ Իսկ աշխատակիցները, հարցրեց Լուսինեն, իր հիմնական մտահոգությունը սկզբից։ Ավելի քան 500 ընտանիք է տուժել, պատասխանեց Սոֆին։ Շատերն արդեն ստանում են աշխատանքից ազատման ծանուցումներ։ Դուստր ընկերությունները վաճառվում են էժան գնով, անմիջական պարտքերը ծածկելու համար։ Լուսինեն հոգոց հանեց։ Արդարությունը բարձր գին ուներ, որը հաճախ վճարում էին անմեղները։ Մենք պետք է ինչ-որ բան անենք այդ մարդկանց համար։ Ձեր հայրն արդեն դրանով է զբաղվում, ասաց Սոֆին։ Նա դիմել է իրավաբանական թիմին, ապահովելու, որ բոլոր աշխատանքային իրավունքները հարգվեն։ Եվ բանակցում է երկու դուստր ընկերությունների գնման շուրջ, աշխատատեղերը պահպանելու համար։ Ինտերկոմը զանգեց։ Դա քարտուղարն էր։ Օրիորդ Գետամյան Մելիքյան, Լիլիթ Գալուստյանն այստեղ է։ Առանց նախնական պայմանավորվածության։ Լուսինեն հայացքներ փոխանակեց Սոֆիի հետ։ Թող ներս գա։ Լիլիթը տատանվելով մտավ նախկին ամբարտավան կնոջ ստվերը։ Նա պարզ հագուստ էր կրում, առանց ցուցադրական զարդերի, մի արտահայտություն ուներ, ով չէր քնել։ Գիտեմ, որ նախապես պայմանավորված չէի, ասաց նա։ Եվ կհասկանամ, եթե չցանկանաք ինձ ընդունել։ Նստիր, Լիլիթ, հրավիրեց Լուսինեն, մատնացույց անելով իր դիմացի աթոռը։ Սոֆի, կարող ես մեզ թողնել։ Երբ նրանք միայնակ մնացին, մի քանի վայրկյան անհարմար լռություն տիրեց։ Ես տեսա թերթերը, սկսեց Լիլիթը։ Ավելի վատ է, քան պատկերացնում էի։
Ձեր հայրը վտանգավոր ընտրություններ է կատարել շատ երկար ժամանակ, պատասխանեց Լուսինեն։ Պարզապես ժամանակի հարց էր, թե երբ կհասնեն հետանքները։ Լիլիթը գլխով արեց, աչքերը հառած իր ձեռքերին։ Հայրս երեկոյան նյարդային խանգարում ունեցավ։ Նա բժշկական հսկողության տակ է։ Մայրս հանգստացնող է ընդունել։ Ռուբենն անհետացել է, վերցնելով օֆշորային հաշիվներում մնացածը։ Նա բարձրացրեց հայացքը, աչքերը լցված արցունքներով։ 24 ժամում ես կորցրի ամեն ինչ։ Ընտանիք, կարգավիճակ, գումար, նույնիսկ այն բնակարանը, որտեղ ես ապրում եմ, որը գրավադրված է։ Լուսինեն լուռ ընկալեց տեղեկությունը։ Նա ուրախություն չէր զգում ուրիշի տառապանքից, պարզապես գիտակցում էր, որ ճշմարտությունը, որքան էլ ցավոտ լինի, անհրաժեշտ էր։ Ցավում եմ ձեր մոր ձեզ համար, ասաց անկեղծորեն։ Ինչ վերաբերում է ձեր եղբորը, Ռուբենը միշտ եղել է իմ հոր նման, ավարտեց Լիլիթը դառնությամբ։ Միայն իր մասին էր մտածում։ Ինչու՞։ Եկար այսօր այստեղ, Լիլիթ։ Կինը խորը շունչ քաշեց, քաջություն հավաքելով։ Ես եկա սրա համար, ասաց նա, սեղանին դնելով այն քարտը, որը Լուսինեն տվել էր նրան։ Ինստիտուտը։ Դուք հարցազրույց նշեցիք։ Լուսինեն առաջ թեքվեց, ուշադիր ուսումնասիրելով նրան։ Գետամյան Մելիքյան վերափոխիչ կրթության ինստիտուտը դեռ պաշտոնապես գոյություն չունի, Լիլիթ։ Դա մի նախագիծ է, որը ես տարիներ շարունակ մշակում եմ, բայց երբեք հնարավորություն չեմ ունեցել իրականացնելու։ Անվճար դպրոցներ կարիքավոր տարածքներում, մասնագիտական վերապատրաստման ծրագրեր, կրթաթոշակներ։ Եվ ինչ կլինի իմ դերը դրանում։ Դա կախված է քեզնից։ Ինչ հմտություններ ունես։ Ինչ գիտես անել, բացի սոցիալական միջոցառումներին մասնակցելուց գումար ծախսելուց։ Լիլիթը կարմրեց անկեղծությունից, բայց չնահանջեց։ Ես ունեմ կառավարման կրթություն, չնայած երբեք չեմ կիրառել։ Ես խոսում եմ 3 լեզու։ Եվ նա տատանվեց, միշտ լավ եմ եղել թվերի կազմակերպման մեջ։ Ֆինանսական կառավարում, ուրեմն, եզրափակեց Լուսինեն։ Կսկսեիր որպես օգնական շուկայականին համապատասխան աշխատավարձով, ոչ ավել, ոչ պակաս։ Առանց արտոնությունների, առանց դյուրանցումների։ Ես ընդունում եմ, պատասխանեց Լիլիթը առանց տատանվելու։ Միայն հնարավորություն եմ խնդրում ապացուցելու, որ կարող եմ ավելի լավը լինել, քան էի։ Լուսինեն գլխով արեց, վեր կենալով ձեռքը մեկնելով։ Երկուշաբթի, 9:00։ Մի ուշացիր։ Երբ Լիլիթը դուրս եկավ, Անդրանիկ Մելիքյանը մտավ, զուսպ սպասելով միջանցքում։ Վստահ ես դրանում, աղջիկս, հարցրեց նա մտահոգված։ Վստահել Գալուստյանին ամեն ինչից հետո։ Լուսինեն թեթակի ժպտաց։ Դեռ չեմ վստահում, հայրիկ։ Բայց հավատում եմ երկրորդ հնարավորություններին։ Լիլիթը միշտ եղել է այն միջավայրի զոհը, որտեղ մեծացել է։ Հիմա նա հնարավորություն ունի ընտրելու այլ ճանապարհ։ Անդրանիկը գլխով արեց, հպարտ իր դստեր իմաստությունից։ Իսկ դու վերադառնում ես դասավանդելու։ Հարցը կախված մնաց օդում, լի իմաստով։ Լուսինեն նայեց լայն պատուհանից, քաղաքին, որը տարածվում էր մինչ հորիզոնը, մտածկոտ։ Այո, ոչ։ Ես իմ ժամանակը կբաժանեմ ինստիտուտի դպրոցի մեջ։ Ես չեմ կարող լքել իմ աշակերտներին, բայց նա չեմ կարող անտեսել այն պատասխանատվությունը, որն ունեմ հիմա։ 2 շաբաթ անց Մելիքյան Ինվեստմենթսի հանդիպումների սենյակում Լուսինեն ներկայացնում էր ինստիտուտի նախագիծը հնարավոր գործընկերների ընտրված խմբին։ Գրաֆիկների, կանխատեսումների սոցիալական ազդեցության ուսումնասիրությունների մեջ նա բացատրում էր վերափոխիչ կրթության տեսլականը, որը կարող էր կոտրել աղքատության անհավասարության ցիկլերը։ Սկզբնական ներդրումը կլինի 20 միլիոն, եզրափակեց նա։ 2 անգամ ավելի, քան այն գումարը, որը կօգտագործվեր սնանկացած ընկերությունը փրկելու համար։ Բայց ի տարբերություն այդ գործարքի, սա հիմնված չէ ստերի վրա, այլ կյանքեր փոխելու իրական հնարավորության վրա։ Ներկաներից շատերը Գալուստյան ձեռնարկությունների նախկին ներդրողներ էին, հիմա անհամբեր, իրենց անունները կապելու իրական սոցիալական ազդեցություն ունեցող նախագծերի հետ։ Սկանդալը կորպորատիվ պատասխանատվության մասին իրազեկվածության ալիք է ստեղծել, որը Լուսինեն հմտորեն ուղղորդում էր իր գործին։ Լիլիթը, զուսպ նստած սենյակի հետում, ամեն ինչ դիտում էր հիացմունքով։ Լուսինեի հետ աշխատելու 2 շաբաթվա ընթացքում նա հայտնաբերել էր իր նոր տարբերակը, ավելի ընդունակ, ավելի օգտակար, ավելի ճշմարիտ։
Աշխատանքը հյուծիչ էր, առանց այն շքեղությունների, որոնց նա սովոր էր, բայց բերում էր մի գոհունակություն, որը նա երբեք չէր զգացել։ Երբ հանդիպումն ավարտվեց, ինստիտուտի գործարկումն ապահովող պարտավորությունների ստորագրմամբ, Պողոս Դարբինյանը, այն դպրոցի տնօրենը, որտեղ Լուսինեն դասավանդում էր, մոտեցավ։ Հատուկ հրավիրված լինելով ներկայացմանը, նա ներկայացնում էր կամուրջը Լուսինեի երկու աշխարհների մեջ։ Տպավորիչ է, մեկնաբանեց նա, մինչ մյուս մասնակիցները հեռանում էին։ Դուք կարողացաք սարսափելի իրավիճակը վերածել արտակարգ դրական բանի։ Լուսինեն ժպտաց, զգալով մի տարօրինակ ամաչկոտություն, որը նա երբեք չէր զգացել Ռուբենի կամ այլ տղամարդկանց հետ։ Պողոսը տարբեր էր, անկեղծ, առանց իշխանության խաղերի կամ թաքնված մտադրությունների։ Շնորհակալություն գալու համար, Պողոս։ Ձեր կարծիքը շատ բան է նշանակում ինձ համար։ Աշակերտները ձեր կարիքն են զգում, ասաց նա։ Չնայած հասկանում են, որ դուք կարևոր բան եք անում։ Հաջորդ շաբաթ վերադառնում եմ դասերի, հավաստիացրեց նա։ Շաբաթը ընդամենը 2 օր, բայց չէի կարող հեռու մնալ դասասենյակից։ Նրանք մի քանի րոպե խոսեցին դպրոցի, աշակերտների այն ազդեցության մասին, որը ինստիտուտը կարող էր ունենալ համայնքում։ Խոսակցության մեջ հեշտություն կար, մի ներդաշնակություն, որը Լուսինեն վաղուց չէր զգացել։ Կցանկանայիք ինչ-որ օր սուրճ խմել, հարցրեց նա, զարմացնելով նրան։ Իհարկե, դպրոցի ինստիտուտի մեջ հնարավոր համագործակցությունները քննարկելու համար։ Իհարկե, պատասխանեց նա, հասկանալով, որ երկուսն էլ գիտեին, որ դա միայն ինստիտուցիոնալ համագործակցությունների մասին չէր լինելու։ Հաճույքով։ Մինչ Պողոսը հրաժեշտ էր տալիս, Լիլիթը մոտեցավ փաստաթղթերի թղթապանակով։ Նախնական պայմանագրերը Մալաթիա Սեբաստիա թաղամասի հողատարածքի համար, ասաց նա։ Եվ ճարտարապետական պլանները վերանայման համար։ Շնորհակալություն, Լիլիթ, պատասխանեց Լուսինեն, նկատելով, թե ինչպես էր նախկին Քենին արդյունավետ առանց բողոքների աշխատում, նույնիսկ այնպիսի առաջադրանքների վրա, որոնք նախկինում անարժան կհամարեր։ Ինչպես են ձեր ծնողները։ Լիլիթի դեմքը կարճատ մտնեց։ Հայրս վաղը կմեղադրվի։ Փաստաբանները բանակցում են մեղմացուցիչ հանգամանքներով գործարքի շուրջ։ Մայրս ավելի լավ է, հարմարվում է նոր իրականությանը։ Մենք ստիպված էինք վաճառել գրեթե ամեն ինչ, բայց կարողացանք պահպանել մի փոքրիկ բնակարան, որտեղ նա կարող է ապրել արժանապատվորեն։ Իսկ Ռուբենը։ Լուսինեն տատանվեց հարցնելուց, բայց հետաքրքրությունը հաղթեց։ Ոչ ոք հստակ չգիտի։ Լուրեր կան, որ նա Ասիայում է, փորձելով վերակառուցել ինչ-որ բիզնես։ Ուրիշներն ասում են, որ գումարն ավելի արագ է վերջացել, քան նա սպասում էր։ Լիլիթն ուղիղ նայեց Լուսինեին։ Նա նորից փնտրել է քեզ։ Այդ զանգից հետո, 6 ամիս առաջ, ոչ։ Հարմարավետ լռություն տիրեց երկու կանանց միջ, յուրաքանչյուրը խորասուզված իր մտքերում այն մասին, թե ինչպես էր կյանքը կտրուկ փոխվել։ Լուսինեի համար դավաճանությունը, որը կարող էր ոչնչացնել նրան, վերածվել էր կատալիզատորի, իր երազանքը իրականացնելու համար, որը նա միշտ փայփայել էր։ Լիլիթի համար ընտանեկան կայսրության անկումը, հեգնանքով ազատություն էր եղել կեղծիքների կյանքից։ Այդ գիշեր, իր բնակարանում, նույն պարզ բնակարանում, որը նա պահպանում էր դասավանդելու սկզբից ի վեր, Լուսինեն մտածում էր վերջին շաբաթների փոփոխությունների մասին։ Կեղծ նշանադրությունը, դավաճանությունը, հանրային սկանդալը, հիմա մի նախագծի ծնունդը, որը կարող էր հարյուրավոր կյանքեր փոխել։ Նրա հեռախոսը զանգեց։ Դա Ռուբենն էր։ Սկանդալից հետո նա փախել էր արտասահման, օգտագործելով յուրացված գումարը։ Լուսինեն տատանվեց, բայց պատասխանեց. Ինչ ես ուզում, Ռուբեն։ Պարզապես հասկանալ, պատասխանեց նա, ձայնը ընկճված։ Ինչու։ Չընդունեցիր գումարը։ Մենք կարող էինք դա անել, դու ես։ Մենք ամեն ինչ կունենայինք։ Լուսինեն խորը շունչ քաշեց, հասկանալով, որ նա երբեք չի հասկանա։ Որովհետև կան բաներ, որոնք փողով չես կարող գնել, Ռուբեն։ Անկեղծություն։ Նպատակ։ Իսկական սեր։ Իսկական սեր, կրկնեց նա դառնությամբ։ Իսկապես հավատում ես դրան։ Ավելի ու ավելի, պատասխանեց նա, մտածելով Պողոսի բացվող հնարավորությունների մասին։ Եվ հուսով եմ, որ մի օր դու նույնպես կհայտնաբերես, որ կյանքում ավելին կա, քան գործարքները արտաքին տեսքը։ Երբ նա անջատեց հեռախոսը, Լուսինեն զայրույթ կամ դառնություն չզգաց։ Միայն հանգիստ վստահություն, որ նա ճիշտ ճանապարհն էր ընտրել։
Այն գումարը, որը նա մերժել էր այդ գործարքում, հիմա կվերածվեր կրթության հնարավորությունների իսկական սոցիալական փոփոխության։ Պատուհանից նայելով լուսավորված քաղաքին, նա մտածեց իր հոր Լիլիթի, Պողոսի, իր աշակերտների մասին։ Իրական մարդիկ, անկեղծ կապեր։ Իրերի իրական արժեքը բանկային հաշվի զրոներում կամ ազգանվան կարգավիճակում չէր, այլ տարբերություն ստեղծելու նպատակով ապրելու կարողության մեջ։ Հեռախոսը նորից զանգեց։ Դա Պողոսն էր։ «Կներեք ուշ զանգելու համար», ասաց նա։ Բայց ես մի գաղափար ունեցա ընթերցանության ծրագրի համար, որը մենք կարող էինք իրականացնել ինստիտուտում։ Լուսինեն ժպտաց, հարմարավետ նստելով լսելու համար։ Այս մեկը իսկապես արժեր պատասխանել առանց թաքնված օրակարգերի, առանց մանիպուլյացիաների, պարզապես զգալի բան կառուցելու իրական հնարավորություն։ Եվ առաջին անգամ շաբաթների ընթացքում նա իրեն լիովին հաշտ զգաց իր ընտրությունների հետ։ 3 տարի անց հոկտեմբերյան առը առատաձեռնորեն լուսավորում էր Գետամյան Մելիքյան վերափոխիչ կրթության ինստիտուտի համալսարանը։ Գունագեղ ժապավեններ էին զարդարում ընդարձակ կենտրոնական բակը, որտեղ աթոռներ էին դասավորված կիսաշրջանած փոքր բեմի դիմաց։ Հատուկ օր էր, հաստատության 3-րդ տարեդարձը համընկնում էր 3-րդ համալսարանի բացման հետ, որը գտնվում էր Երանի հյուսիսային թաղամասում։ Լուսինեն քայլում էր բակով, ստուգելով արարողության վերջին մանրամասները։ Նրա գոհ հայացքը սահում էր խնամված այգիների, լայն պատուհաններից տեսանելի ժամանակակից դասասենյակների, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած լաբորատորիաների վրայով։ Բայց ամենից առաջ նա դիտում էր դեմքերը հարյուրավոր ուսանողներ բոլոր տարիքի, ծագման սոցիալ-տնտեսական պայմանների, հավաքված նշելու այն, ինչ շատերն անվանում էին լուր հեղափոխություն Երանի կրթության մեջ։ Ամեն ինչ պատրաստ է մեծ պահի համար, հարցրեց Պողոսը, ժպիտով մոտենալով։ Հիմա ինստիտուտի մանկավարժական տնօրեն էր, նա թողել էր պետական դպրոցը, լիովին նվիրվելու այն նախագծին, որը օգնել էր կառուցել։ Երկու մանկավարժների հարաբերությունները բնականաբար զարգացել էին, 1 տարի առաջ նրանք ամուսնացել էին պարզ արարողությամբ առաջին համալսարանի այգում։ Գրեթե ամեն ինչ, պատասխանեց Լուսինեն, ստուգելով իր ձեռքի պլանշետը։ Հատուկ հյուրերն արդեն սկսել են ժամանել։ Եվ բանախոսները պատրաստ են։ Մաթևոսը մի փոքր նյարդայնացած է, բայց լիովին պատրաստված։ Ի վերջո, ամեն օր չէ, որ ծայրամասային պետական դպրոցի նախկին աշակերտը, հիմա Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի դոկտորանտ, վերադառնում է ոգեշնչող ելույթ ունենալու համար։ Լուսինեն ժպտաց, հպարտ։ Մաթևոսը, իր նախկին աշակերտը, ոչ միայն ընդունվել էր Երանի պետական համալսարան, ինչպես կանխատեսվում էր, այլ այնքան էր աչքի ընկել, որ ամբողջական կրթաթոշակ էր ստացել ԱՄՆ-ում ասպիրանտուրայի համար։ Դա մի աշխատանքի առաջին պտուղներից էր, որն այժմ բազմապատկվում էր էքսպոնենցիալ կերպով։ Իսկ մյուս հատուկ հյուրերը, հարցրեց նա, նկատի ունենալով նրանց, ում մասին քչերը գիտեին, որ կգային։ Բոլորը հաստատված են, պատասխանեց Պողոսը։ Նույնիսկ նրանք, ում դուք պնդեցիք հրավիրել։ Լուսինեն գլխով արեց, հստակ իմանալով, թե ում էր նկատի ունենում։ Գալուստյան ընտանիքին ուղարկված հրավերը անձնական որոշում էր եղել, որը ոչ բոլորն էին հասկանում։ Նրա համար, սակայն, դա լիովին իմաստալից էր։ Շրջանը պետք է փակվեր։ Վերափոխման ճանապարհը պետք է վկայվեր նրանց կողմից, ովքեր, անկամորեն, սկսել էին այն։ Լիլիթը մոտեցավ, նրբագեղ իր զուսպ կոստյումով, գրելով մի թղթապանակ վերջին ֆինանսական զեկույցներով։ 3 տարվա ընթացքում նա վարչական օգնականից վերածվել էր ինստիտուտի ֆինանսական տնօրենի, ապացուցելով իր արժեքը ոչ թե իր կրած ազգանունով, այլ քրտնաջան աշխատանքով նվիրվածությամբ։ Սոցիալական ազդեցության վերջնական թվերը հասել են, հայտարարեց նա, փաստաթղթերը Լուսինեին տալով։ 3200 աշակերտ ավարտել է կանոնավոր ծրագրերը, 750 կրթաթոշակառու համալսարաններում, համագործակցություն 23 ընկերությունների հետ, վճարովի պրակտիկաների համար։ Եվ ամենակարևորը, ավարտեց Պողոսը, 87% զբաղվածության ցուցանիշ շրջանավարտների շրջանում 92% կրճատում դպրոցական դուրս մնացողների թվի մեջ սպասարկվող համայնքներում։ Լուսինեն կլանեց տեղեկությունը, հպարտության խոնարհության խառնուրդով։ Այն, ինչ սկսվել էր որպես անձնական նվաստացման պատասխան, վերածվել էր սոցիալական փոփոխության իսկական ուժի։ Այն 10 միլիոնը, որը Թորոս Գալուստյանը պլանավորել էր օգտագործել իր սնանկացած կայսրությունը փրկելու համար, բազմապատկվել էր գիտակցված ներդրումների ռազմավարական համագործակցությունների միջոցով, դառնալով ինքնապահով կրթության հիմնադրամ։
Լուսինե, կանչեց Լիլիթը տատանվելով։ Իմ ծնողները հասել են։ Նրանք ընդունելության սենյակում են։ Կարճ լռություն տիրեց երեքի միջ։ Առաջին անգամ էր, որ Թորոս Սիրանուշ Գալուստյանները կայցելեին ինստիտուտ։ Իր կրճատված պատիժը կրելուց հետո Թորոսը զուսպ էր ապրում, հեռու այն ուշադրությունից, որն այդքան սիրել էր։ Սիրանուշը զարմանալիորեն նոր նպատակ էր գտել որպես կամավոր սոցիալական նախագծերում։ Ես կընդունեմ նրանց, որոշեց Լուսինեն, պլանշետը Պողոսին տալով։ Ընդունելության սենյակում նա գտավ զույգին տեսանելիորեն անհարմար։ Թորոսը նախկինում շքեղ իր թանկարժեք կոստյումներով, ավելի փոքր, ավելի փխրուն էր թվում, չնայած պահպանում էր որոշակի արժանապատվություն։ Սիրանուշը, առանց ցուցադրական զարդերի, իր դեմքին կրում էր բռնի սովորած խոնարհության հետքերը։ Շնորհակալություն հրավերի համար, ասաց Թորոսը, ձայնը կրում էր ներկայանալու դժվար որոշման ծանրությունը։ Դա տպավորիչ է, ինչ դուք կառուցել եք։ Միայնակ չեմ կառուցել, պարզապես պատասխանեց Լուսինեն։ Շատ մարդիկ են դա հնարավոր դարձրել։ Ներառյալ Լիլիթը, մեկնաբանեց Սիրանուշը, մայրական հպարտության բռնկումով։ Նա մեզ պատմում է աշխատանքի մասին, այն մասին, թե ինչպես է դա կարևոր։ Լուսինեն զգաց անկեղծ ջանքը քնքուշ ժպիտ առաջարկեց։ Նա ինստիտուտի հիմնարար մասն է։ Նրա վարչական կարողությունները մեզ օգնեցին աճել ավելի արագ, քան պատկերացնում էինք։ Կարճ անհարմար լռություն տիրեց, լցված չտրված հարցերով չառաջարկված բացատրություններով։ Թորոսն էր, ով վերջապես խախտեց այն։ Ինչու՞։ Մեզ հրավիրեցիք, Լուսինե։ Ամեն ինչից հետո։ Նա մի պահ դիտեց նրան, փնտրելով ճիշտ բառերը։ Որովհետև դուք այս պատմության մի մասն եք, նույնիսկ այն ձերով, որոնք ոչ ոք չէր պլանավորել։ Եվ որովհետև ես հավատում եմ, որ բոլորն արժանի են տեսնելու այն պտուղները, որոնք աճում են նույնիսկ ամենավատ մտադրություններից։ Թորոսը գլխով արեց, հասկանալով ավելին, քան խոստովանում էր։ Իսկ Ռուբենը, հարցրեց Սիրանուշը, չկարողանալով թաքցնել մայրական մտահոգությունը։ Նա նույնպես հրավիրված էր։ Այո, հաստատեց Լուսինեն։ Բայց չպատասխանեց։ Ինչ նա չնշեց, դա մի կարճ հաղորդագրությունն էր, որը նա ստացել էր նրանից մի քանի ամիս առաջ, Ասիայի ինչ-որ տեղից։ Դու հաղթեցիր։ Եվ ես ամեն ինչ կորցրի։ Լուսինեն այդ բառերը ոչ մի դառնությամբ չէր ընդունել, պարզապես գիտակցում էր, որ որոշ մարդիկ պետք է ամեն ինչ կորցնեին, որպեսզի, գուցե մի օր, իսկական արժեք գտնեին։ Արարողությունը սկսվեց ժամը 10-ին։ Բակը լեփ-լեցուն էր, ուսանողներ, ուսուցիչներ, գործընկերներ, իշխանություններ, լրատվամիջոցներ։ Բեմի վրա Անդրանիկ Մելիքյանը, հիմա ամբողջովին սպիտակ մազերով, բայց դեռ շքեղ, սկսեց ողջույնի խոսքը։ 3 տարի առաջ իմ դուստրն ինձ մի երազանք ներկայացրեց, ասաց նա խոսափողին։ Մի երազանք, որը շատերը կհամարեին ուտոպիական կամ միամիտ։ Որակյալ անվճար կրթություն նրանց համար, ովքեր ամենից շատ կարիք ունեն, մի երկրում, որտեղ հնարավորությունները այդքան անհավասար են բաշխված։ Որպես պրագմատիկ գործարար, խոստովանում եմ, որ կասկածներ ունեի։ Նա ժպտաց, ուղիղ նայելով Լուսինեին առաջին շարքում։ Բայց որպես հայր, ես երբեք չեմ կասկածել նրա վճռականությանը։ Իր տեղից Լուսինեն դիտում էր հանդիսատեսին։ Երրորդ շարքում Լիլիթը նստած էր ծնողների միջ, երբեմն շշնջալով բացատրություններ ծրագրի ինստիտուտի ձեռքբերումների մասին։ Վերջին շարքում գրեթե գլխարկի տակ թաքնված, միայնակ կերպար գրավեց նրա ուշադրությունը։ Ռուբենը։ Նա, ի վերջո, եկել էր, չնայած չէր հաստատել ներկայությունը։ Նրանց հայացքները կարճատ հատվեցին, նրա հայացքն առաջինը շեղվեց։ Լուսինեի աչքերում ատելություն չկար, միայն հանգիստ արձանագրումը, թե ինչպես էին նրանց ճանապարհները կտրուկ տարբերվել այդ նշանադրության ընթրիքից հետո, որը կարծես այլ կյանքում էր տեղի ունեցել։ Մեկ առ մեկ, բանախոսները հաջորդեցին միմյանց։ Մաթևոսը հուզված պատմեց, թե ինչպես էր կրթաթոշակային ծրագիրը փոխել իր ուղին։ Աշակերտի մայրը պատմեց, թե ինչպես էր իր որդին, նախկինում անտարբեր ցածր ինքնագնահատականով, հիմա երազում բժշկական ֆակուլտետի մասին։ Գործընկեր գործարարները խոսեցին ինստիտուտի կողմից պատրաստված պրակտիկանտների որակի մասին։ Վերջապես, եկավ Լուսինեի խոսելու պահը։ Բեմ բարձրանալիս նրան դիմավորեցին ծափահարություններով, որոնք խորապես հուզեցին նրան։ Երբ ամեն ինչ սկսեց նա, երբ լռությունը վերականգնվեց, չէի պատկերացնում, որ կհասնեմ այստեղ։
Ինստիտուտը ծնվել է ցավալի հանգամանքից, մանիպուլյացիայի փորձից, որը կարող էր ոչնչացնել ինձ։ Նա դադարեց, իր հայացքը սահելով հանդիսատեսի վրայով։ Բայց ես սովորեցի, որ մեր ամենամեծ վերքերը կարող են վերածվել մեր ամենամեծ պարտքների, եթե մենք ընտրենք բուժել, այլ ոչ թե ցավը վերադարձնել։ Հանդիսատեսից Պողոսը քաջալերում էր նրան ժպիտով։ Նրա կողքին Սոֆի Մարտիրոսյանը, հիմա ինստիտուտի հաղորդակցության պատասխանատուն, զուսպ կերպով ձայնագրում էր ելույթը, որն անշուշտ կլիներ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում։ Այս համալսարանը, որը մենք այսօր բացում ենք, կրում է իմ մոր, Հեղինե Գետամյանի անունը, շարունակեց Լուսինեն։ Մի պարզ կին, ով ինձ սովորեցրեց կրթության անկեղծության արժեքը, երբ մենք ոչինչ չունեինք, բացի դրանից։ Նա սովորաբար ասում էր, որ ոչ ոք չի կարող քեզնից վերցնել այն, ինչ քո մտքում է քո բնավորության մեջ։ Դիպլոմները կարող են կորչել, գումարը կարող է վերջանալ, բայց գիտելիքը արժանապատվությունը մնում են։ Առաջին շարքում Անդրանիկ Մելիքյանը զուսպ կերպով արցունք սրբեց, հիշելով իր նախկին կնոջը, ով, չնայած դժվար ամուսնալուծությանը, միշտ ապահովել էր, որ դուստրը առողջ հարաբերություններ պահպաներ հոր հետ։ Այսօր մենք նշում ենք ոչ միայն շենք կամ հաստատություն, շարունակեց Լուսինեն։ Մենք նշում ենք կենդանի ապացույցը, որ հնարավոր է ցավը վերածել նպատակի, մերժումը, ներառման, նվաստացումը, արժանապատվության։ Յուրաքանչյուր աշակերտ, ով անցնում է այս դռներով, իր հետ կրում է ոչ միայն տեխնիկական գիտելիքներ, այլ իր սեփական արժեքի գիտակցումը։ Մինչ նա ավարտում էր իր ելույթը, Լուսինեն նկատեց, որ Ռուբենը զուսպ կերպով վեր էր կենում, դեպի ելքը գնալով։ Նրա վերջին խոսքերը գուցե չլսվեին նրա կողմից, բայց երկար ժամանակ կհնչեին ինստիտուտի միջանցքներում այն կյանքերում, որոնց նա դիպչում էր։ Իրերի իրական արժեքը երբեք չի եղել բանկային հաշվի զրոներում, ազգանվան կարգավիճակում կամ ուրիշների նկատմամբ իշխանության մեջ։ Այն կյանքեր փոխելու կարողության մեջ է, ներառյալ մեր սեփականը։ Այն երկրորդ հնարավորությունների մեջ է, որոնք մենք տալիս ստանում ենք։ Այն մի երիտասարդի հայացքի մեջ է, ով առաջին անգամ հայտնաբերում է իր ներուժը, հասկանում, որ աշխարհն ավելի մեծ է, քան այն սահմանափակումները, որոնք փորձել են պարտադրել նրան։ Պաշտոնական արարողությունից հետո, մինչ հյուրերը մասնակցում էին Բաքում կազմակերպված ընդունելությանը, Լուսինեն Պողոսի հետ քայլում էր նոր համալսարանի միջանցքներով։ Սենյակներից մեկում հետպրոցական ծրագրի մի խումբ երեխաներ խաղում էին դիտորդների հսկողության ներքո, անտարբեր օրվա կարողությանը։ Նրանց համար դա պարզապես ուսուցման զվարճանքից մեկ օր է, մեկնաբանեց Պողոսը, նրանց դիտելով պատուհանից։ Նրանք պատկերացում չունեն, թե քանի մարդ է մղվել, որպեսզի նրանք կարողանային այստեղ լինել։ Լուսինեն ժպտաց, իր մատները միահյուսելով նրա մատներին։ Եվ այդպես էլ պետք է լինի։ Իրական արժանիքն այն է, որ ստեղծես մի բան այնքան բնական, որ մարդիկ մոռանան, թե որքան դժվար էր այն կառուցել։ Երբ նրանք վերադարձան Բաք, նրանք գտան Լիլիթին խոսելիս իր ծնողների հետ, ովքեր պատրաստվում էին հեռանալ։ Դուք չեք մնում ճաշելու, հրավիրեց Լուսինեն։ Թորոսը զարմացած թվաց անկեղծ բարությունից։ Կարծում եմ, որ մենք արդեն բավականաչափ պարտադրել ենք մեր ներկայությունը, պատասխանեց նա անհարմար։ Բայց… Շնորհակալություն։ Ամեն ինչի համար։ Այդ երկու պարզ բառերում թաքնված էր չասված իմաստների մի աշխարհ։ Շնորհակալություն Լիլիթին տրված երկրորդ հնարավորության համար։ Հրավերի համար, որը ներկայացնում էր, եթե ոչ ներում, ապա գոնե չարակամության բացակայություն։ Կյանքի դասի համար, որը ուշացումով ստիպել էր նրանց վերանայել արժեքները, առաջնահերթությունները։ Նախքան հրաժեշտ տալը, Թորոսը տատանվեց, ապա ցածր ձայնով ասաց. Դու ճիշտ էիր, Լուսինե։ Իրերի արժեքի մասին։ Ինձ 60 տարի պահանջվեց դա սովորելու համար, բայց ավելի լավ է ուշ, քան երբեք։ Երբ նրանք հեռացան, ուղեկցությամբ Լիլիթի, ով խոստացել էր վերադառնալ տոնակատարությունների շարունակության համար, Լուսինեին մոտեցավ Սոֆին։ Ինչ-որ մեկը ուզում է քեզ հետ խոսել, ասաց ընկերուհին, զուսպ կերպով մատնացույց անելով կայանատեղին։ Իրականում, կարծում եմ, որ նա որոշում է գալ, թե գնալ։ Ռուբենը սպասում էր վարձակալած մեքենայի մոտ, տեսանելիորեն նյարդայնացած։ Տեսնելով Լուսինեին մոտենալիս, նա շտկեց կեցվածքը, կարծես քաջություն էր հավաքում։ Վստահ չէի, թե կգաս, ասաց նա, պահպանելով հարգալից հեռավորություն։ Ես էլ չէի, խոստովանեց նա։ Բայց պետք է իմ աչքերով տեսնեի։ Եվ ինչ տեսար։ Ռուբենը նայեց համալսարանին, ուրախ շրջող ուսանողներին, ինստիտուտի անունով ցուցանակին։
Մի բան, որը ես երբեք չէի կարող կառուցել, պատասխանեց նա զարմանալի անկեղծությամբ։ Նույնիսկ աշխարհի ամբողջ գումարով։ Լուսինեն գլխով արեց, ընկալելով այդ խոստովանության ծանրությունը։ Որտեղ ես հիմա ապրում, հարցրեց նա, անկեղծորեն հետաքրքրված։ Վերջերս եմ վերադարձել։ Նորից եմ սկսում բառացիորեն զրոյից։ Նա անհումոր ժպտաց։ Աշխատում եմ ներմուծող ընկերությունում որպես օգնական։ Հեգնական է, այդպես չէ՞։ Գալուստյանների նախկին ժառանգորդը, որպես կրտսեր օգնական։ Ազնիվ աշխատանքի մեջ անարգություն չկա, Ռուբեն։ Գուցե հենց դա է քեզ պետք։ Նա մի պահ դիտեց նրան, կարծես փորձելով հաշտեցնել իր դիմացի վստահ կնոջը այն ամաչկոտ ուսուցչուհու հետ, ում նա ճանաչել էր տարիներ առաջ։ Դու… Երջանիկ ես թվում, նկատեց նա, առանց դառնության։ Ես եմ, պարզապես հաստատեց նա։ Բակից եկող կանչն ընդհատեց խոսակցությունը։ Դա Անդրանիկ Մելիքյանն էր, ազդարարելով, որ ճաշը մատուցվելու է։ Ես պետք է գնամ, ասաց Լուսինեն։ Դու ազատ ես մնալու, եթե ուզում ես։ Ռուբենը գլխով արեց։ Դեռ պատրաստ չեմ դրան։ Բայց… Շնորհակալություն հրավերի համար։ Եվ շնորհավոր այն, ինչ դուք կառուցել եք այստեղ։ Մինչ նա հեռանում էր, Ռուբենը վերջին անգամ կանչեց։ Լուսինե։ Երբ նա շրջվեց, նա շարունակեց. Կներես։ Ամեն ինչի համար։ Իսկապես։ Նա թեթակի ժպտաց, գլխով անելով ի նշան ճանաչման նախքան տոնակատարությանը վերադառնալը։ Օրվա մնացած մասն անցավ ծիծաղի, երաժշտության, աշակերտների ներկայացումների ինստիտուտի ապագա պլանների մասին աշխույժ զրույցների մեջ։ Երբ Արը սկսեց մայր մտնել, Երանի երկինքը նարնջագույն երանգներով ներկելով, Լուսինեն հանգստության պահ գտավ նոր վարչական շենքի տանիքին։ Պողոսը նրան այնտեղ գտավ, դիտելով մինչ հորիզոնը տարածվող մեգապոլիսի տեսարանը։ Մի դրամ քո մտքերի համար, կատակեց նա, կրկնելով այն արտահայտությունը, որը նրանց միջ քնքուշ ծես էր դարձել։ Ես մտածում եմ ամբողջական շրջանների մասին, պատասխանեց նա, հենվելով նրա գրկում։ Այն մասին, թե ինչպես ամեն ինչ սկսվեց 10 միլիոն դրամի մասին ստից, հիմա մենք նշում ենք 10 անգամ ավելի մեծ ներդրման ազդեցությունը հազարավոր երիտասարդների կրթության մեջ։ Պողոսը քնքուշ համբուրեց նրա գլխի վերը։ Եվ ինչ է հաջորդը այն կնոջ համար, ով չեղյալ հայտարարեց 10 միլիոնի գործարքը հնարավոր վրեժը վերածեց կրթական ժառանգության։ Լուսինեն ժպտաց, շրջվելով դեպի նրան։ Նույնից ավելին, բայց ավելի լավ։ Ընդլայնում այլ մարզեր։ Միջազգային համագործակցություններ։ Կրթական հետազոտություն։ Նա դադարեց, աչքերը փայլում էին։ Եվ գուցե մեր ընտանիքի համալրում։ Պողոսի դեմքը լուսավորվեց ակնարկից։ Դա կլիներ կատարյալ։ Գրկախառնված, նրանք դիտեցին մայրամուտը քաղաքի վրա, որտեղ նրանց կյանքերը անսպասելիորեն միահյուսվել էին։ Ներքում, տոնակատարության վերջին հյուրերը սկսեցին ցրվել, իրենց հետ տանելով վերափոխման հույսի պատմություններ։ Ուսուցչուհին, ով չեղյալ հայտարարեց 10 միլիոնի գործարքը, վերջապես գտել էր իրերի իրական արժեքը։ Ոչ թե գումարի կամ կարգավիճակի մեջ, որոնք փորձել էին օգտագործել նրան շահարկելու համար, այլ ցավալի փորձը ավելի մեծ նպատակի վերածելու կարողության մեջ։ Ներելու քաջության մեջ, առանց մոռանալու։ Կառուցելու իմաստության մեջ, ոչնչացնելու փոխարեն։ Եվ ամենակարևորը վստահության մեջ, որ ամենամեծ հարստությունը փոխակերպված կյանքերում է, ներառյալ իր սեփականը։